Տաղավարում հյուրընկալել եմ քաղաքացիական ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին, ասեմ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եկաք մեր տաղավար, որովհետև վերջին շրջանում շատ ակտիվ քննարկում է ի վերջո Հայաստանի ճանապարհ է փնտրում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Դուշանբեում իր երթուղիներից մեկի ժամանակ բարդ ճանապարհի մասին խոսեց եւ հայկական հասարակությունը շատ ակտիվ քննարկում է ի վերջո Հայաստանի ճանապարհ է բռնել։ Մենք հանդիսանում ենք ԵԱՏՄ անդամ, ԱՊՀ անդամ, ՀԱԲԿ անդամ եւ նույն ժամանակ օրինագիծ ենք ընդունում Եվրոպական միության անդամակցելու մասով զուգահեռաբար Շանհայի համագործակցության կազմակերպությանն ենք դիմում անդամության համար, թե չընդունեցին ինչ-ինչ պատճառներով եւ փորձում ենք ըստ էության տեղավորվել բոլոր հնարավոր լոգիստիկ տրանսպորտային նախագծերի մեջ, այդ թվում նաեւ Global Gateway-ի։ Բայց մինչեւ այս բոլոր հարցերին կհասնենք, որոնք ձեր ոլորտային են։ Հարցը շատ ուղիղ ու կոնկրետ է, արդյոք ձեր իշխանությունը լեգիտիմ է։ Այո, իսկ ինչու է հարցը ծագում։ Որտեվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն էր ասում, որ գործող սահմանադրությունը, որը ընդունվել էր դեռ նախորդ իշխանությունների կողմից, չի արտահայտում ժողովրդի կամ արտահայտումը եւ ըստ էության օրինական համարել չի կարելի, հենց այդ պատճառով էլ խոշոր հաշվով որոշում է կայացվել ԿՊ համաժողովի շրջանակներում, որ ռազմավարությունը ընդունում 4-րդ հանրապետության ընդունումը, դրանից բխող նոր հռչակագրով, նոր սահմանադրությամբ եւ այլն։ Եթե գործող սահմանադրությունը լեգիտիմ չէ, ինչպես է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հիմա իշխանավորում։ Շատ հանգիստ։ Ինչպես։ Մի բան, որովհետեւ նա ավելի բարձր մակարդակի պայմանավորվածությունն է, քան իշխանություն ընտրելը։ Սահմանադրություն ընդունելը ավելի բարձր մակարդակի ամենաբարձր մակարդակն է հնարավոր պայմանավորվածության։ Վարչապետն ինչ ասել, ասել է, որ նման պայմանավորվածություն ըստ պատշաճի տեղի չի ունեցել, որովհետև նորմալ քննարկում տեղի չի ունեցել, ընտրությունները անցել այդ հանրակրվեն անցել է շատ կասկածելի պայմաններում, դրա մասին է խոսքը, բայց դրա շրջանակներում ԱՔՊ-ն ընտրվել չէ։ Հա, բայց դա այդտեղ Դե սահմանադրությունը լեգիտիմ չի, դրա տակ ընդունված իշխանությունը ինչպես կարող է։ Չի ասել լեգիտիմ չի, այդպես ինքը չի ձևակերպել։ Ասել է, որ չի արտահայտում մեր հասարակական պայմանավորվածությունները։ Առավել ևս, տարբերությունը խոշոր հաշվով մեծ չէ։ Եթե չի արտահայտում, նշանակում է այդ սահմանադրության ներքո կայացված յուրաքանչյուր ընտրություն, խոշոր հաշվով իշխանությանը լեգիտիմություն չի տա, չէ՞, միևնույն է, չէ՞։ Որովհետև հենց այդ սահմանադրության կարգավորումներով, ինչպիսին էլ որ այն լինի, ինչպիսին էլ որ մենք այն գնահատենք, դրա շրջանակում ընտրվել են իշխանություններ եւ դրա շրջանակում ոչինչ չի խախտվել։ Այդ վատ սահմանադրության սխալ սահմանադրության շրջանակում ոչինչ չի խախտվել, իսկ թե լավն է, վատն է սահմանադրություն, դա արդեն այլ մակարդակի քննարկում է։ Բա ինչ պիտի անենք, մի հատ սկզբից գնանք սահմանադրությունը փոխենք, նոր սահմանադրություն ունենք, հետո նոր ընտրություն անենք, այսինքն դա հարցի լուծումը հակառակ դեպքում չկա էլ։ Դե այդ պայմանագիրը ի վերջո պիտի կնքվեր, չէ՞, լեգիտիմ սահմանադրության, որ իշխանությունները դա ենք առաջարկում էլի մենք, դա ենք առաջարկում եւ առաջարկում ենք հիմա։ Սխալ ենք անում։ Կարող եք չանել, կարող եք չհամաձայնել։ Մենք անում ենք այդ առաջարկը։ Շատ տարբերակել չկա, որովհետև պահանջները կան արտաքին խաղացողներից։ Դա կապ չունի։ Արտաքին ինչ կապ ունի։ Դա մեր ներքին պայմանավորվածությունն է, դուք արտաքին հետ ինչ գործ ունեք։ Հանրությունը այդ մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է 20 թվականի առաջին անգամն, որում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին խոսել է 20 թվականի հունիսին 20 թվականի։ Ինչ արտաքին, ռուսի պատերազմն էլ չէր եղել հələ։ Ինչպես է քաղաքացիական պայմանագիրը ինչպես է զգում, որ հանրային պահանջ կա սահմանադրությունը փոխելու, կարող եք ասել։ Ինչ արձագանք է։ Մենք այդպես չենք ձևակերպում։ Մենք ասում ենք ոչ թե հանրային պահանջ կա սահմանադրություն, նախ փոխել չէ, նոր սահմանադրություն ընդունել։ Մենք ասում ենք այս սահմանադրությունը հանրային համերաշխությամբ չի ընդունվել։ Կարող է հիմա դեռ հանրության մեջ լայն քննարկում չկա այդ թեմայով, բայց մեր ասածն է, որ նախկինում էլ չի եղել այդ քննարկումը։ Մենք ուզում ենք սկսենք այդ քննարկումը, ստեղծենք այդ քննարկումը։ Ինչից ելնելով։ Որովհետև պահանջը որն է, պահանջը որտեղից է բխում։ Դա անհրաժեշտությունն է։ Դա սահմանադրության անհրաժեշտությունը ինչպես է առաջանում։ Առաջանում է նրանից կողմից է հասարակության կողմից։ Առաջանում է նրանից, որ չէ, առաջանում է օբյեկտիվ իրողություններից, Ինչ օբյեկտիվ իրողության մասին է խոսքը։ Օբյեկտիվ իրողությունը պիտի թելադրի հասարակությունը, չէ՞ որտեղ մենք ժողովրդի։ Դա քանի որ ես չեմ կարող այսպես գծագրել։ Դա առաջանում է նրանից, որ մենք նկատում ենք, որ մեր հանրությունը շատ դեպքերում չի ընդունում, որ կան ինչ-որ համընդհանուր նորմեր, որ կան այսպիսի խաղի կանոններ, որով ինչու սա միգուցե ենթագիտակցական մակարդակում է դա տեղի ունենում, հա, բայց շատ դեպքերում դա տեղի ունի նրանից, որ իրենք չեն մասնակցել
Այդ խաղի կանոնները գրվելու գործընթացին իրենք չեն մասնակցել։ Ինչպես է հանրությունը մասնակցում խաղի կանոնները գրելու հայակվելով եւ ընտրություններով։ Հա, բայց սահմանադրություն չեն գրում, չէ՞, իրենց ձեռքով որ մասնակցեն այդ խաղի կանոնները սահմանադրություն։ Ոչ չեն գրում։ Ինչպես է հասարակությունը գրում սահմանադրությունը։ Ոնց։ Ինչպես է հասարակությունը գրում սահմանադրությունը, կարող է։ Ընտրում է քաղաքական ուժեր։ Ես գրել եմ սահմանադրությունը։ Իհարկե։ Կարող եմ ուզած նշում անել եւ հանրակրթ։ Կարող եք, դա կդառնա քննարկման առարկա, իհարկե կարող եք, բայց դա ուղղակի գրելն է։ Բայց ոնց է, ընտրում է քաղաքական ուժեր, որոնք արտահայտում են իր ընդհանուր պատկերացումներ, կարող ամեն բառը չի գրում, բայց ընդհանուր պատկերացումներ, օրինակ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական, սոցիալական, հիմա մարդիկ կան, ասում են, չէ, չենք ուզում լինի ժողովրդավարական երկիր, չէ՞, հենա, այն եպիսկոպոսները, մյուսները, իրանք դեմ են գնում բանի անփոփոխելի հոդվածի։ Ասել են, որ Հայաստան ժողովրդավար չպետք է լինի, արքեպիսկոպոսները։ Ուղիղ ասել են ժողովրդավար։ Ուղիղ ասել է չպետք է, ասում են դա վատ բան է, չպետք է լինի ժողովրդավարական պետություն։ Օրինակ ու շատ մարդ է դա հավանել է, ասում է չէ, չպետք է ուզենա, եթե հետ է իրանց ուզածը, չնայած դա անփոփոխելի հոդված է։ Ասել է ավտոկրատիա պիտի լինի։ Ինքը գիտեք, ինքը գիտի ինչ է առաջարկել, բանը ասել է հիմա, այդ չի հարցը, բայց դա ուղղակի գլոբալ օրինակ բերեցի, օրինակ նախագահական համակարգ պիտի լինի, թե բան, խորհրդարանական, օրինակ, չգիտեմ, ինչպիսին ուժերի բալանս պիտի լինի, ինչ, օրինակ դա ուզում եմ հասկանալ հասարակություն, որ ասում եք հանրային պահանջը կա, ինչպես է հասարակությունը հանրային պահանջ կա, ես ասացի ընդհակառակը հանրային պահանջ նախկինում, այսինքն հանրային համաձայնություն տեղի չի ունեցել եւ քանի որ տեղի չի ունեցել, եթե դուք դա ընդունում եք, ուրեմն պիտի ասեք, որ պիտի տեղի ունենա։ Տեսեք, եթե մենք ասում ենք, որ հանրային համաձայնությունը տեղի չի ունեցել, սահմանադրությունը հանրային համերաշխության մասին չէ եւ այն փոփոխության ենթակա է, նոր սահմանադրություն գրելու մասին է, այդ հայտարարությունը ենթադրում է, որ տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ, այսինքն ընդունվել է սահմանադրության խախտումներ։ Հանրաքվեի ընթացքում այդ հանրաքվեի արդյունքների մասով, չէ, այսինքն կեղծում ես հանրաքվեն, որ ինքը համարում է ոչ լեգիտիմ կամ ոչ միայն ուղղակի կեղծելը, բա չմասնակցելը քննարկումներին, ցածր մասնակցությունը, շատ բարի, անուղղակի կեղծելը, շատ բարի, ընտրակաշառքը, անուղղակի ընտրակաշառքը, այսինքն մարդը գետ մեկ դեպք, որ ընտրակաշառքներով նախորդ սահմանադրության ընդունման ժամանակ ազատազրկվել է որևէ քաղաքացի։ Չկա, բայց դա հայտարարություն է դառնում, բա ինչ ոնց փաստարկ չի։ Ընդունեք ուրեմն որպես, այսինքն հիմա դա 95 թվականից հնարավոր չի եղել, 30 տարի անցել։ Այսինքն մենք հիմա իրավական խոսում 95 թվական։ Վերջին ընդունված 15 թվականի։ Վերջին ընդունված սահմանադրության մասին խոսելիս պարզվում է, որ եղել են բազմաթիվ խախտումներ, ընդունվել է մի սահմանադրություն, որը հասարակությունը այսինքն ես կանոնները չի սահմանում։ Եկեք այսպես հասկանանք։ Քրեական է, չէ՞ արդեն։ Եկեք այսպես ովքեր են դատված։ Եկեք այսպես հասկանանք։ Ասենք միտեղ տեղի ունենում հրդեհ։ Եվ տեսնում ենք, որ ինչ որ մեկը արեց այդ հրդեհը։ Եթե այդ մեկին չեն կարողանում բռնել, այդ նշանակում է, որ հրդեհը տեղի չի ունեցել եւ ոչ մեկ հրդեհ չի սարքել, այսինքն դա այդ երկուսը իրար մեջ իրանք թվում է, որ այնտեղ հրդեհ է այդ դեպքում։ Որտեվ եթե մեղավորին չեք գտել, բայց դուրս եկեք փողոց հարց չեք գտել, ինչպես եք բարձելու առհասարակ այդ։ Դուք լրագրող եք, դուրս եկեք փողոց, մարդկանց հարց տեք։ Օրինակ, մասնակցել եք 15 թվականի հանրաքվեին։ Ոնց եք քվեարկել, եթե գաղտնիք չի։ Կարող եք մեր սահմանադրությունից մի հոդված մեջ բերել, օրինակ։ Հարցրեմ, այդ պետությունը պիտի հարցնի։ Մենք հարցնել ենք։ Ինչ հարցումներ կան պետության կողմից անցկացված, որտեղ պարզ է դառնում, որ հասարակական պահանջ կա նոր սահմանադրություն ընդունել, կարող եք ասել։ Դա մեր գործն է։ Իհարկե ձեր գործն է, բայց մեր գործը, ախր մեր գործը հատկապես ազգային ժողովի, հատկապես падգամավորների, դա զգալն է։ Ասում ենք 8-ից ասենք մենք զգալը ապացույց է։ Բայց այս գործում ապացույցը, դա մենք դատարանում չենք։ Մենք դատարանում չենք, բայց հասարակությունը տեսնում ենք, չէ։ Ինչա թվերով։ Կարծես տեսեք, Նիկոլ Փաշինյանին ավելի շատ են սիրում, քան որևէ այլ քաղաքական գործի։ Ավտոմատ վարչապետը դառնում է վարչապետ։ Այդպես չեն կարող, չէ՞, ընտրել։ Այսինքն մենք պիտի ընտրությունների արդյունքներով թվեր տեսնենք, որ տեսնենք, որ ընտրությունների արդյունքներում, այո, եւ հեսա հունիսին հարցում է հնարավորություն է տալիս ցույց տալ, նայել, տեսնել, թե հասարակության որ մասն է կողմ, որ նոր սահմանադրություն ընդունվի, հրճակվի 4-րդ հանրապետությունը։ Մենք որակարգ ենք առաջ բերում, կողմ չենք ասենք, կողմ չենք, ինչ եք հիմա կռիվանում։ Կասենք կողմ չենք, կռիվ չեմ։ Հեսա ընտրություն, ինչ եք շտապում, հեսա հունիսին կլինի ընտրություն, մենք հանդես ենք եկել այդ օրակարգով։ Ով չի ուզում։ Հստակ է ինչպես է առաջացել նոր սահմանադրություն կազմելու մեր
Առաջացել է իրավակիրառ պրակտիկայում, ես հիմա չեմ կարող թվարկել, ասել, այ ԲԴԽ-ի այսինչ որոշման հետևանքով մենք նկատեցինք, այ այսինչ հարցումներով մենք նկատում ենք, որ դատական համակարգի նկատմամբ վստահությունը այսքան է, ոստիկանության նկատմամբ այսքան է, իսկ երբ որ խորանում ենք, տեսնում ենք, որ նա այն պատճառով է, որ նա չունի այն վերահսկող մարմինը, որը կստուգեր քաղաքացու այդ բողոքը, այսինքն սա կդառնա մի հատ այսքան գիրք, հաստ գիրք պետք է գրեմ։ Դա մեր շփումներով, մեր բաներով ստացած ինֆորմացիայից եկած ես դա կարծում եմ որ մարդիկ շատ դեպքերում օրենքը խախտում են, որովհետև իրենք համաձայն չեն այդ օրենքի, ոչ թե չգիտեն որ դա օրենք է, իրենք համաձայն չեն, ասում են ես չեմ մասնակցել այս օրենքի ձևավորմանը։ Այդպես են ասում, մարդիկ ասում են ես օրենքի ձևավորմանը չեմ մասնակցել, դրա համար խախտում եմ օրենքը։ Դուք այդպիսի բան եք նկատում։ Ուղղակիորեն այո։ Անուղղակիորեն կներեք։ Այո։ Հանցագործության մասին հայտարարություն եք անում, պարոն Եղայան։ Որովհետև եթե մարդը ասում է ես սահմանադրություն չեմ ընդունում, դրա համար խախտում եմ օրենքը, դա քրեական հետապնդում է ենթադրում։ Այսինքն ես չեմ ընդունում սահմանադրություն, դրա համար կարող եմ մարդ սպանել, ես չեմ գնացել 15 թվականի սահմանադրությունը քվեարկելու եւ կարող եմ մարդ սպանել, որովհետև չեմ ընդունել այս սահմանադրությունը։ Չէ, մարդ սպանելու, դե դուք դա հիմա շատ եք պրիմիտիվ ասում։ Մարդ սպանելը բազմահազարամյա լրագրողները ինպես։ Մարդ սպանելը ինքը բան է, ուրեմն քրեական օրենսգրքի հոդված է, որը բազմահազարամյա պատմություն է, դա արդեն հասարակության մեջ հաստատված նորմա։ Մարդ սպանել ես ավելի բարդ համակարգերի մասին եմ խոսում, ավելի բարդ իրավա հարաբերությունների մասին եմ խոսում։ Օրինակ գործադիրի եւ օրենսդիրի հարաբերությունների։ Օրինակ ՍԴ-ի եւ բանի գործադիրի հարաբերությունների։ Օրինակ դատական համակարգի անկախությանը վերաբերող հարցերում։ Ումից է անկախ դատական համակարգը։ Ինչպես է անկախ դատական համակարգը։ Ով է ստուգում դատական վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Դա հետաքրքրում է, կարծում եմ։ Այո, հետաքրքրում։ Միանշանակ, եթե ինքը այդ մասին ամեն օր չի խոսում, այդ ինչ անկու որ դա իրան չի հետաքրքրում։ Ուղղակի շատ հաճախ դուք այդ պահերին, երբ որ դա իրեն շատ հետաքրքրում է, տարբեր արձանների հետ շփվելիս, դուք իր կողքը չեք լինում, որ միկրոֆոնը այսպես ասած պահեք եւ ինքը այդ մասին խոսի։ Այո, խոսում է։ Բա կառավարությունը դիմում բողոքներ չի ստանում քաղաքացիներից։ Ամեն օր հազարավոր նամակներ մենք չենք ստանում, այստեղ էս խնդիրն եղավ, այնտեղ այն խնդիրն եղավ, այնտեղ են։ Ուղղակի դուք իմ ասածը, այսպես գիտեք, sense մի էլի բան արեք, ինքը sense գիտեք, sense մանկական հեքիաթի նման մի պարզունակեցրեք, որ դե քաղաքացին ասեց ես համաձայն չեմ։ Ինքը դա ոչ թե ուղղակիորեն ասում է, օրինակ, երբ որ քաղաքացին ասում է, «Տո ո՞ւմ է պետք է սահմանադրությունը», ասում է, չէ՞, լսած կլինեք։ Դա ես թարգմանում եմ, էլի, ես այդ ժողովրդական մեկնաբանությունն է։ Դուք համարում եք, որ իմ հարցը պրիմիտիվ է եւ ես տրիվիալ մակարդակ եմ ասում։ Իմ պատասխանի մեկնաբանությունն է։ Դուք ասում եք, մարդ ասում է, պետք է այդ սահմանադրությունը, էմոցիոնալ հայտարարություն է արեց, այդ նշանակում է, որ ինքը այդ սահմանադրության ենթակայության միլիոն մարդու էմոցիոնալ հայտարարությունը արդեն դառնում է քաղաքական գործոն կոնկրետ։ Դուք ասում եք 1 միլիոն մարդ, բա խնդիրը այդ է։ Հաշվարկը կա, որ այդ պահանջը առաջացել։ Շատ լավ։ Հաշվարկ կա։ 500,000, 600,000, 500,000։ Ես ուզում եմ ասել շատ մարդու պատկերավոր թվերով խոսել։ Օրինակ, երբ որ վարչապետ քաղաքականության մեջ, այո, ոչ, երբ որ վարչապետ Փաշինյանը խոսում է հիպոթեկային եկամտահարկերի հետ վերադարձի մասին, ինքը ասում է, դե պայմանական 1 միլիարդ դոլար գումար հետ է եկել։ Ինքը հստակ թիվ է, չէ՞ ասում։ Որովհետև դա հաշվելի է, բայց նա հաշվելի չի։ Ինչպես կարող է պետությունը ասել պայմանական 1 միլիոն մարդ։ Չէ, ես դա բերում եմ որպես օրինակ ցույց տալու համար, դուք ասացիք կարող է դա էմոցիոնալ արտահայտություն է, ես ասում եմ շատ մարդկանց էմոցիոնալ արտահայտությունները ունենում են քաղաքական ազդեցություն։ Երբ որ չափազանց դա պատկերավոր թիվ է, այսինքն կարող է այլ թիվ ասել։ Նկատի ունեմ, որ քաղաքականությունը նաև ձևավորվում է մարդկանց էմոցիայի հիման վրա։ Երբ որ մարդիկ, չափազանց մեծ թվով մարդիկ էմոցիոնալ ինչ-որ բան են ասում, նշանակում է օրենսդիրը եւ գործադիրը պիտի արձագանքեն այդ էմոցիային։ Ասեն, բա որ ասում ես, մի հատ արի, քո էմոցիան տեսնենք, որտեղ է քո այդ էմոցիոնալ պորտման պատճառը։ Հասցեագրենք այդ խնդիրը։ Ֆանտաստիկ, բա մենք նույն բանի մասին ենք խոսում։ Պարզապես ես կոնկրետացնում եմ, իսկ դուք լղոզում։ Ո՞րն եմ լղոզել։ Ես ասում եմ, ուզում եք հարցում լինի։ Կոնկրետ հաշվարկներ կա, թե ինչպես է հանրային պահանջ առաջացել։ Կոնկրետ հաշվարկ չկա։ Կոնկրետ հաշվարկ չկա։ Ես պետք էլ չի։ Մեզ կոնկրետ հաշվարկ պետք չի։ Սա ավելի շատ բխում է իշխանության պահանջն է, ինչքան հասարակության պահանջը։ Եկեք խոստովանենք։ Չեմ ասում ես նման բան, համաձայն չեմ։ Դուք այն որ կոնկրետ հաշվարկ, ասենք մեկ մարդու ճշտությամբ կոնկրետ հաշվարկ, թե 1000 մարդու ճշտությամբ, թե 10000 մարդու մեթոդաբանություն բերեցի հարցում։ Հիմա դուք որ ասում եք, օրինակ դուք որ ասում եք հանրությունը օրինակ բողոքում է բանից, վիոլա ջրից։ Օրինակ, մի րոպե, այն օրինակ, չէ՞, դուք եք թե, մի րոպե։
Ես շատ եմ, դուք էլ եք, չէ, ասում, թե կարող է, շատ տարածված է հիմա։ Բոլորը մենք բողոքում ենք վիոլե հարցում ունեք, թե քանի հոգի է բողոք։ Չէ, ուղղակի ամեն մարդ, մեկը բակում լսեց, մեկը Facebook-ում կարդաց, մեկը ընկերոջից լսեց, ամեն մարդը ոնց է, հայություն օրգանիզմ է, չէ, ապրող օրգանիզմ է, երբ որ մի հարցը դառնում է օբյեկտիվ խնդիր, այդ հանրության բոլոր անդամները այս կամ այն ձևով այդ մասին լսում են, ոչ չեն կարող, ասենք Մարսից ինչ-որ խնդիր բերեն, ասեն հանրությունը մտահոգված է Մարսում, բան, ջրի լինելու թե չլինելու խնդրով, որտեղ նման օրակարգ չկա, չէ։ Հիմա եթե մի հարցից շատ մարդիկ են խոսում, դա հասնում է հանրության յուրաքանչյուր անդամի, ինքն էլ կիսվում է իր ընկերների հետ, իր հանրության շրջանում շատ են խոսում Դոնալդ Թրամփի Նոբելյան մրցանակ չտալու մասին։ Հիմա Հայաստանի Հանրության կառավարությունը ինչ-որ բան նախաձեռնել է։ Շրջանակում։ Հա, Նման խոսույթ կա։ Ես առաջին անգամ եմ լսում։ Պատկերացնում եք։ Ես առաջին անգամ եմ լսում Դոնալդ Թրամփի Նոբելյան մրցանակի։ Այո։ Դուք կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի ազատ արձակման մասին են մեր հանրության շրջանում անդադար խոսում։ Ինչու կառավարությունը քայլեր չի ձեռնարկում, որովհետև հանրության կապ ունի։ Անդադար բռնել են անօրինական։ Չգիտեմ, բայց եթե մենք ասում ենք, պարոն Եղայան, եթե մենք ասում ենք, որ հանրությունը դա քննարկում է եւ ազդակ է տալիս իշխանությանը, դա էլ է քննարկում, դրա ճանապարհով է գնացել։ Եթե մի հարցի քննարկում հասնում է, դոզա կա դրան, իր որոշակի դոզա է դառնում։ Այսինքն սահմանադրականի դոզան հասել է, դուք կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի դոզան չի հասել։ Չէ, ուղղակի նա մեր կոմպետենցիայի մեջ չի, նա ԱՄՆ-ում են իրան բռնել։ Մենք հանրային մենք զանգենք ԱՄՆ իրավապահներին, ասենք այդ ինչ։ Մենք խոսում ենք հանրային քննարկումների եւ հա, բայց պիտի նաեւ վերաբերելի լինի մեզ։ Խոսում է հանրությունը, չգիտեմ, աշխատավարձերի մասին։ Անդադառնում ենք սահմանադրությունը փոխում ենք, որտեղ այդ պահանջը հանրային ազդակով սահմանադրությունը փոխում ենք։ Ես նման բան հենց դա չասեցի։ Դե արդեն մեկնաբանում եմ։ Ես ասում եմ հանրային ազդակով չի ընդունվել ըստ մեզ, եթե կուզեք, եթե շատ կուզեք, տենց էլ կարամ ասեմ։ Եվ այդ ազդակով էլ փոխում եք։ Չէ, եւ քանի որ ինքը պիտի ընդունված լինի, փաստաթուղթն այնպիսին է, որ ի սկզբանե այն պիտի ընդունված լինի անհերքելի 100% վստահությամբ ընդունված հանրակրվեով եւ հետո փոփոխված նույն կերպի, նույն ձևի հանրակրվեով։ Քանի որ դա չի եղել, դա մենք պիտի լրացնենք, մենք բացն ենք լրացնում, ոչ թե ասում ենք հանրությունը ասում է ես մի անգամ ընդունել եմ, սխալ եմ արել, եկեք փոխենք, հանրությունը այն ժամանակ էլ եղել անհաղորդ։ Դուք 95 թվականին, մենք ես դուք տարիքակից ենք երևի, թե բան ենք, բայց կհիշեք, այդ ինչ-որ խոսում էին, չէ՞, մեծահասակները, ընտրություններից, 96 թվականի ընտրություններից, ամբողջ քաղաքը խոսում էր։ Դուք լսած եք, որ 95 թվականի հանրակրվեից մեկը խոսացած է։ Ասի վաղը գնում ենք հանրակրվեի մասնակցենք, ունենալու ենք նոր սահմանադրություն, հազիվ սովետից։ Հանրակրվեի մասին բոլորը խոսում են, հա, կարծես։ Չէ, էլի նույն բանն եմ ասում, քանի որ նա չի եղել։ Այն նա պետքա լինի։ Մենք հիմա անում ենք այն, ինչ 95-ին չի եղել։ Փորձում ենք այդ տեղը լրացնել։ Դրա մասին եմ խոսում։ Ես չեմ ասում այն ժամանակ այսպես էր, հիմա այսպես։ Ասում եմ, քանի որ նա չի եղել, պետքա նորմալ ինչ ասեմ, ել ոնց ասեմ։ Չասեցի էլի։ Նույն բանը 5 անգամ ասեցի։ Նորմալի ու աննորմալի մասին չի խոսում։ Տունը կառուցելուց հիմքը լավ չի դրվել։ Ել ոնց ասեմ։ Դուք ասում եք հիմա ուզում եք ինչ անեք։ Ամերացնում ենք այդ տան հիմքերը։ Հիմքը բան անեմ, ինչ ասեմ, արմատուրան բավարար քանակով չի դրվել։ Պետքա արմատուրա այդտեղ դրվի։ Պետքա ցեմենտը նորմալ դրվի։ Իշխող քաղաքացիական պայմանագիր։ Լավ, եթե շատ կուզեք, մի րոպե, հա իշխող հասարակությունը։ Դե հիմա որ ես ասեմ հասարակություն, դուք ասում եք ուր է հասարակությունը։ Որովհետև 2021 թվականի ընտրությունների ժամանակ սահմանադրական բարեփոխումների մասին ծրագրային որևէ հայտարարություն։ Դրա համար էլ հիմա ենք ասում։ Բայց դուք հիմա նախապատրաստում եք 2026-ի ընտրությունների։ Դե 26-ին էլ կտեսնենք։ Իրականացնելով 21-ի ընտրական ծրագիրը։ Ո՞վ է ասել իրականացնելով։ Ուրա Շուշին հադրութը, դեօկուպացիա, անջատում հանուն փրկության, դրանք կարծես կային ծրագրային։ Անջատում հանուն փրկությանը եղել է օրակարգում եւ մենք բերել ենք օրակարգ։ Հիմա չկա, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի։ Ինչու չկա, որովհետեւ Լեռնային Ղարաբաղում իշխող մարդիկ դրան չեն գնացել այն ժամանակ։ Դրա համար էլ չկա։ Այդ դեպքում Հայաստանը ինչու էր խառնում բանակցություններին, եթե վստահ չէր, որ կարող է համոզել Լեռնային Ղարաբաղում իշխող մարդկանց։ Ինչու էր Հայաստանը ստանձնում պարտավորվածություն Լեռնային Ղարաբաղի փոխարեն բանակցել։ Որտեվ չէր կարող չխառնվել։ Այսինքն համ խառնվել է, համ չի համակերպվել։ Ինչպես։ Համ խառնվել է, համ չի համակերպվել արդյունքների հետ։ Չէ, խառնվել է եւ չի հաջողել այնտեղի ղեկավարությանը համոզել։ Համոզել, որ ճանապարհով շարժվել առաջ։ Անջատում հանուն փրկության ճանապարհով շարժվել։ Այսինքն գնալ նորմալ բանակցությունների, երբ որ կա դրա հնարավորությունը ստանալ, այդ պահին հնարավոր է դրա մասին եմ խոսում։ Մենք 2021-ի ծրագրային դրույթների մեջ չկար խնդրել Արցախի իշխանություններին գնալ բանակցությունների, կար դեօկուպացիայի հարց։ Մարդիկ ընտրել են ձեզ դրա համար։
Միայն դրա համար են Ոչ միայն, բայց դրա համար եւս։ Կգա 26 թվականը, մարդիկ մեզ ընտրել են խաղաղության համար, կառավարության ամենամեծ նպատակը եւ ծրագրով եւ կառավարության ծրագրով ազգային ժողովի կողմից հաստատված խաղաղությունն է։ Դուք հիմա այդ ուզում եք այդ մասին խոսանք միայն։ Մենք կարող ենք նաեւ այդ ուրիշ որովհետեւ Արցախը շարունակում է մնալ ներքաղաքական քննարկման հարց։ Մի կողմից Հայաստանի Հանրապետության իշխանությունը պաշտոնապես փակում է Արցախի էջը եւ սա հաստատ է։ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի է, հանրապետության անբաժան մասն է, ճիշտ է, չէ՞ հասկանում։ Մենք ենք ասում։ Ո՞վ է ասում։ Բոլորը։ Ով չի ասում։ Խոսքը բոլորի մասին չի։ Ով չի ասում այդպես։ Բա Եղոյան, ես չեմ ասում ով է ասում կամ ով չի ասում, նախ մենք ենք ասում։ Այսինքն մինչև այդ չենք ճանաչել, հիմա ճանաչել ենք։ Ով ասում որ չենք ճանաչել, մինչև էլ ենք ճանաչել։ Ով ասում որ չենք ճանաչել, ձեզ խաբել են։ Պաշտոնապես հայտարարություն արվել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության անբաժան մասն է։ Միանշանակ։ Կարող է Բոլորի։ Դե մի անուն ասեք։ Օրինակ, Քիվեստում, օրինակ Քիվեստ, ասում եմ Քիվեստ։ Քիվեսում Ռոբերտ Քոչարյանը ուղղակիորեն ասել է Լեռնային Ғարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է։ Բայց եթե ուզում ես Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից ցիտենք էլի նույն հարցումների Ցիտել ինչ կապ ունի։ Ցիտել ինչ կապ ունի, չէ՞ ինչ կապ։ Բայց եթե ես հիմա եկել եմ ձեզ ասում Դավիթ ջան, խնդրում եմ ձեր, չգիտեմ, ձեզանից այսինչ բանն եմ խնդրում։ Ահա։ Նշանակում է դա ձերն է, չէ՞։ Ուզում եմ, պահանջում եմ, տվեք ինձ։ Գալիս եմ ձեզ ասում կտկտակ ինձ։ Նիկոլ Փաշինյանը Քիվեստյան համաձայնություններին եւ բանակցություններին ծանոթ չի եղել, երբ եկել է իշխանության։ Երբ Աշոտ Փաշինյանը գումներ ծառայելու, ծանոթ չի եղել Քիվեստ։ Բայց ինչու է ուղարկել ծառայելու, ախր դա ուրիշ պետություն էր։ Որովհետեւ դա եղել մեր պետության դրվածքը։ Այսինքն ինքը եկել է եւ մնացել է նախկին իշխանությունների քարոզության տակ։ Այո։ Այսինքն այդքան անհեռատես քաղաքական գործիչ է եղել Նիկոլ Փաշինյանը, որ չի կարողացել արտաքին քաղաքական ոչ թե անհեռատես, այլ ուղղակի մեր հասարակության որպես ցանկացած ժողովրդավար քաղաքական գործիչ եւ վարչապետ ինքը չէ կարող հանրության մեջ ալմատացած ընկալումներին հակառակ բան անել եւ ինքն էլ իր մեջ չէր կարող հակառակը մտածել, որովհետեւ մենք բոլորս այդպես ենք Այդ ենք իմացել ենք, որ մենք ամենաուժեղն ենք, որ հարցը վաղուց լուծված է, այս բանակցությունները դե Ինչու եք ընդհանրացնում։ Ինչու եք ընդհանրացնում։ Պարոն Եղոյան, ինչու եք ասում, որ բոլորը իմացել են, որ այնինչ կա Սերժ Սարգսյանի քարոզչության կողմից հայտարարված բոլորի ուղերներում դրված է եղել։ Այսինքն քննարկում Լեռնային Ղարաբաղի բանակցությունների մասով Հայաստանում երբեք չի եղել։ Չի եղել առաջին նախագահը, որը խոսել է, որ պետք է գնալ խաղաղության եւ փոխզիջումների ճանապարհով։ Այդ խոսույթը չի եղել 2008 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը թիմակիցն չի եղել այդ քննարկումը։ Առաջին կարամ հերթով պատասխանեմ, առաջին նախագահի կողմից այդ փորձը եղել է 97 թվականին, հետո դա մերձվել է, այսպես ասենք, այդ փորձը իր գրած հայտնի հոդվածը թաղվել է շատ խորը միտեղ, դրան հաջորդող 20-ամյա քարոզչության կողմից 2008 թվականին ինքը այդ հարցը առաջին պլան չի բերել, ես ինքս մասնակիցն եմ եղել 2008-ի ակտիվ ուրեմն այդ ցույցերին եւ այլնին, Լեռնային Ղարաբաղի մասին 1-2 այնտեղ շատ եթե 8-ի հենց նախընտրական process-ներից ենք խոսում, անդրադարձ է եղել հիմնական քարոզչությունը եղել է թալանչիներ, ավազակներ, թաթար մոնղոլներ, սա, նա, ներքին հարցի շուրջ է եղել, ասել հա դե դժվար է Ղարաբաղի հարցն է, դե դժվար է, պիտի փորձենք Ղարաբաղին վերադարձնել բանակցային process, հիշում եք Մարիո Թյուրանոցի այդ հայտնի ասուլիսը, դա է եղել։ Դուք ուզում եք ասեք, որ մենք օրինակ դուք 2001 թվականին, 2 թվականին գիտեիք, որ Հայաստանը առաջարկել է Մեղրին փոխանակի Ղարաբաղի հետ։ Դուք նման բան եք իմացել։ Բացենք թերթերը։ Փոխանակել է։ Բան եղավ փոխանակել է։ Ինչ է նշանակում փոխանակել է, բայց եթե դուք մի մեկը մտածել է, որ պիտի գրավի Չինաստանը, դուք հասկանում եք ինչ հայտարարություն է դա, բայց գրավել է։ Չէ, բայց եթե դուք գրավել է, բան եղավ։ Եթե դուք մեկին ասում ես, ես քեզ տամ Մեղրին, դու ինձ տուր Ղարաբաղը։ Այդտեղից բխում է, որ Ղարաբաղն Իրանն է, իսկ Մեղրին քոնն է։ Okay, բայց տվել է վերջնացում։ Բայց ես դրա մասին չեմ խոսում, ասում եք ով է, ես դրա մասին չեմ խոսում, ասում եք ով է ասել, որ Ղարաբաղը Ադրբեջանն է։ Ասում Ռոբերտ Քոչարյանը այն ժամանակ, երբ որ ասել է քեզ տամ իմը, դու տուր ինձ քոնը։ Մեղրին այդպես ասել է ուղիղ։ Հա իհարկե, բա Մեղրին տալիս էին։ Երեք ասես, երեք չառաջ։ Թուղթն է այդպեսին, դա է։ Մեջբերում կա, ես տամ իմը։ Փաստը թուղթը չեք կարդացել։ Հետ այդպես գրված։ Բայց այդ քոնը չի ոնց կդաստած, Դավիթ ջան, կներեք էլի, եթե կներեք դուք սկզբից ասացիք սուր խոսակցություն է, բայց սա սուր խոսակցություն չի։ Բայց ինչ խոսակցություն։ Ես հստակեցում եմ, հստակեցում ամենակարևոր բանն է։ Եթե դուք ասում եք, այդ մարդը առաջարկել է, ես տալիս եմ առու վաճառքի պայմանագիր տեսած կաք։ Իհարկե կա։ Այնտեղ գրված չի։ Սա իմնա սա կոդա այդ ձևի պրիմիտիվ լեզվով չի ասում, կողմերը պայմանավորվում են
Այսինչ կամ փոխանակման պայմանագիր, այսինչին փոխանցել իրեն սեփականության իրավունքով պատկանող այսինչը, իսկ մյուս կողմը պայմանավորվում է այս մյուս կողմին փոխանցել իրեն սեփականության իրավունքով պատկանող այսինչը, այդպես գրված է լինում, ինչպես որ գրված է եղել Քի վեստի բանում, պայմանագրի նախագծում։ Եվ այն որ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, եթե պատրաստվում է դրա դեմ ինչ-որ բան տա, պարզ չի դա։ Վերջին արդյունքում ի՞նչ է տեղի ունեցել։ Բայց մենք դրան դուք ինձ հարց եք տվել, վերջին արդյունքում դա չի ստացվել, որտեղ Ադրբեջանը չի ցանկացել։ Բայց մենք դրանից Ղարաբաղի Հանրապետությունը չկա, բայց Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին Լեռնային Ղարաբաղի։ Բայց դուք ձեր հարցի պատասխանը լսեցիք, թե չլսեցիք։ Դուք պատասխանը չտվեցիք, որ ես լսեմ։ Ասցիք Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Ղարաբաղը, ուրեմն ես հիմա բերեցի փաստարկ, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը, հետո էլ Սերժ Սարգսյանը ճանաչել։ Դա ընդունեցիք, թե էլի չեք ընդունում։ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն Դուք խոսքը արդեն տանում եք այն կողմ, թե բա ստացվել է վերջը փոխանակել, թե չի ստացվել փոխանակել։ Հայաստանի Հանրապետության որևէ նախկին ղեկավար բառացիորեն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում ենք Ադրբեջանի մաս, ասել է թե չի ասել։ Այդպես չի ասել։ Բայց ես Նիկոլ Փաշինյանը ասել է։ Ձեզ մենակ է դա հետո։ Այո, որովհետև երբ դու դա չես ասում, դու խուսանավելու եւ դիվանագիտություն իրականացնելու հնարավորություն ունես։ Խուսանավել են։ Դե ամեն դեպքում խուսանավել են այնքան, մինչև փոխանցել են իշխանությունը Նիկոլ Փաշինյանին։ Հալալա, ապրեն, հալալա, մեծ հերոսություն են անել, ապրեն, բրավո։ Չէ, ես ասացի, որ հերոսություն են։ Շատ ուժեղ խուսանավել են, մինչև իշխանություն փոխանցել են։ Հեսա, այստեղ բանը, այս բանը շենքը մեկը հրդեհել է, մինչև ինքը հասցնի շենքից դուրս գա, հրդեհը կհասնի ստեղ։ Մեծ հերոսություն է։ Մեծ հերոսություն է արել։ Անսահման կարևոր։ Անվնաս շենքից կփախնի։ Պետական գործիչը տարբերվում է հասարակ քաղաքացուց, հեռատեսությամբ, գիտելիքների խորությամբ, փաստաթղթերին ծանոթ լինելով, աշխարհակահաղական գործընթացներին հետևելով եւ որոշակի պատկերասառը սթափ պատկերացումներ ունենալով։ Պայմանական Պողոս Պողոսյանը, պապիկ, որը ապրում է ինչ-որ գյուղում հայկական, ֆանտաստիկ գեղեցիկ գյուղում, կարող է չունենալ գիտելիքներ աշխարհակահաղական գործընթացների կամ զարգացումների մասին։ Բայց յուրաքանչյուր քաղաքական ուժ, քաղաքական գործիչ, նաև մարդը, որ պետական գործի հայտ է ներկայացնում, ինքը լրիվ այլ վերաբերմունք պիտի ունենա քաղաքական գործընթացներին։ Հիմա ֆիքսենք։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի քաղաքական դուք չեք կարող այսօր գնալ։ Ես հասկանում եմ դուք ինչ եք ասում։ 18 թվականին Նիկոլ Փաշինյանը եղել է միջին վիճակագրական քաղաքացի։ Իհարկե ոչ, բայց քաղաքական գործիչը չի կարող կիլոմետրերով կտրվել իր հանրային կարծիքից։ Չի կարող։ Դուք այսօր չի կարող։ Որովհետև հանրությունն է իրան տվել մանդատ։ Իշխանություն լինելով դուք չեք կարող գնալ այսօր օրինակ մի երկիր, որտեղ ընդունված է ճիշտն են, օրինակ, ասեք ինչ-որ մի մուսուլմանական երկիր, հա, որտեղ ընդունված է, որ կինը պետքա կրի այդ ոնց է կոչվում, այդ հիջաբ եւ այլն։ Գնաք ու ասեք բարև ձեզ, ես առաջարկում եմ, որ ընդհանրապես սա հանեք, հագնեք գույնս գույն շորեր, կարճ, ուսերը բաց։ Չեք կարող եք գնալ, ասել ժողովուրդ ջան, առաջարկում եմ այս հիջաբը մի փոքր աչքերն էլ է փակած, առաջարկում եմ ռեֆորմ, եկեք աչքերը բացենք։ Այդ մի քայլը կարող եք անել։ Դուք չեք կարող հանրության կարծիքից կիլոմետրով տարբերվող լրիվ այդ հանրության հետ կամ գնաք նորվեգական հասարակության մեջ, ասեք ես եկել եմ, ես ունեմ պահպանողական Հայաստան, սրանից հետո բոլորդ պետքա բան անեք, բոլոր կանայք պետքա տնից դուրս գան ամուսինների ուղեկցությամբ։ Ձեզ նորվեգական հասարակությունը քանի օր կհանդուրժի կամ շվեդական, կամ այսինքն հռչակագիրը ընթերցել եք, չէ՞։ Հա, եւ Երրորդ հանրապետության անկախության հռչակագիրը, վերամիավորման, համարտկային ճանաչման, ցեղասպանության եւ այդ անկախության հռչակագիրը հայ ժողովրդի կողմից ընդունվել թե ոչ։ Գերագույն խորհրդի կողմից։ Գերագույն խորհրդին ով է ընտրել։ Հայաստանի, հա, եւ չստացվեց որ ժողովուրդը արդեն կոնսենսուս ունի դրա վերաբերյալ, ինչու եք այդ կոնսենսուսը փոփոխում։ Որովհետեւ այդ կոնսենսուսը ընդունվել այն ժամանակ, երբ որ աշխարհը ուրիշ էր։ Ուրիշ է։ Ինչի՞ է Ֆրանսիան 5 հանրապետություն փոխել։ Բա ինչի՞ մինչև հիմա չի ապրում բանում հետհեղափոխական 18-րդ դարի իրենց հանրապետությունում։ Ինչի՞ չեն ապրում։ Ինչի՞ Ռոբեսպիերի բանում ժամանակներում չի ապրում բա Ֆրանսիա։ Բա չէ, մենք մեզ համատում ենք պատմության ընթացքի հետ։ Այսինքն սա ֆիզիկա չէ, սա պատմությունն է։ Հա? Ինչի հիման վրա ձևավորվեց Երրորդ հանրապետությունը, ինչպես ձևավորվեց Երրորդ հանրապետությունը։ Երրորդ հանրապետությունը ձևավորվեց սովետական միության փլուզման հիման վրա, հաշվի առնելով սովետական միության հետ սովետական ժամանակների շահերը։ Հիասքանչ, հիմա ժողովուրդը ինչու պիտի ձևավորվի։ Ինչի հիման վրա։ Նոր իրողությունների վրա, հարևանների հետ, խաղաղ համակեցության կանոնների վրա, տարածաշրջանային զարգացման կանոնների վրա, խաղաղ զարգացման հեռանկարի վրա, գործիք ուրիշի ձեռքում գործիք չլինելու Նույնիսկ եթե դրանից
2018-ին եւ Նիկոլ Փաշինյանը եկան։ Դավիթ ջան, եկեք սենց պայմանավորվենք հասարակագիտության մեջ, հասարակագիտական տեքստի մեջ։ Մենք չենք կարող տեքստը արտաբերել ֆիզիկայի, քիմիայի տեքստի ճշգրտությամբ, ասենք, այսինչ նյութի վալենտականությունը այսքան է, վերջացած։ Դա գնահատողական, դա ինքը բանը, ինքը ոնց որ ասում են, այսօր եղանակը լավն է։ Հիմա չես կարող ասես, այդ ի՞նչ նկատի ունես, որ ասում ես եղանակը լավն է, պետք է լինի +20, օդի խոնավությունը այսքան որ լինի լավը։ Իսկ որ եղավ +22, օդի խոնավությունը այսքան, ուրեմն վատն է, այտենց խոսակցություն չի կարա գնա։ Լավի ու վատի միջև հեռավորությունը շատ է, միջև կարկուր, փոթորիկ, ահռելի, սառնամանիք հնարավոր է մաքսիմալ լղոզել։ Քաղաքականության մեջ հնարավոր է մաքսիմալ լղոզել, բայց ես եթե ուզենայի լղոզեի, հենց այսպես չէի խոսա, չէ՞։ Շատ բարի։ Այսպես չէի խոսա։ Հիմա մեզ ասում են, եկեք սեփ լինենք, ասում են, սեփը գործիք չի։ Ո՞վ ասում սեփ։ Որը մեկը մեզ ասել է եկեք սեփ լինենք։ Բայց են ասում։ Ո՞վ է ասում։ Բա ասում են մենք կանգնած ենք։ Ո՞վ է ասում, պարոն Եղան։ Սեփ բառը ով է ասում։ Հա դե ասում եք, ախր հայտարարություն է կանում, որի տակ որևէ Լավ, ես մյուս անգամ դուրս կգերեմ, լավ, դուրս կգերեմ։ Մեզ ասում է սեփ եղի, ով է ասում։ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը, Էմանուել Մակրոնը, Դոնալդ Ջեյ Թրամփը, Էրդողանը, Ալիևը։ Չէ, մեր մեջից են։ Մեր մեջ ով։ Այդ մարդիկ, որոնք ասում են Սերժ Սարգսյանը, Չալաբյանը, Թաթոյանը, երրորդը, չորրորդը ով։ Միտքը, այո, բոլոր այդ ուրեմն Ռոբերտ Քոչարյանը դրա նման, մենք պետք է այստեղ կանգնենք, բաժանենք աշխարհները իրարից։ Այդ ոչի հիմա ես կնեք, ես համակարգիչ չեմ, Դավիթ ջան, որ բառ հիշեմ։ Ես քաղաքական մոտեցում կարող եք այդ։ Հա, բայց ես չեմ կարող, ես միտքն եմ հիշում, ես չեմ կարող ամեն բառը հիշել։ Ես մարդու աշխարհայացքն եմ ընդհանուր։ Այդ մարդը ունի sense բան, որ ինքը կանգնած է ստեղ բանի նման, այդ Ատլանտի նման կանգնած է իր երևակայության մեջ, ու չի թողնում, որ այս չեն ասում թուրանական աշխարհը իրար միացրեցիք, չեն ասում։ Ասում են, այդ մեկը ասում են։ Եվ Էրդողանն էլ է ասում թուրանական աշխարհը, թուրքական աշխարհը միանում է իրար։ Նշանակում ինչև այդ մենք բաժանել էինք։ Դե փաստորեն հա։ Դե փաստորեն պետք չեղավ սեփ։ Դե հա ալնենք սեփ։ Հայտարարում է Էրդողանը սկսենք դրանից։ Այնտեղ Էրդողանի է հերթին։ Իսկ արևմտյան ու արևելյան աշխարհը չեն միանում։ Արևմտյան ու արևելյան աշխարհները։ Հաշվի առնելով հիմիկվա աշխարհակաղականի իրավիճակը, կարծես թե արևմտյան եւ արևելյան աշխարհները դեռ չեն միանում։ Չէ, ահավոր տեմպերով միավորվում են, չնայած քաղաքական հռետորաբանությունը, առևտրաշրջանառությունը գնալով աճում է, ու խոսքը այստեղ մենակ մի հասկացեք, հենց ԱՄՆ, Չինաստան կամ Ռուսաստան, չգիտեմ, Ֆրանսիա, այդպես մի հասկացեք, ընդհանուր արևելք եւ ընդհանուր արևմուտք կներեք, որ ամեն երկրից հիմա ստատիստիկան չեն բերում, թե ինչքան բեռ է գնում Վիետնամից, Թայլանդից, Հնդկաստանից հաթաթ, ընդհանուր զարգացող տնտեսություններ, զարգացող պետություններ, որոշները արդեն զարգացած արևելյան պետություններ եւ ահռելի մեծ գնողունակությամբ արևմտյան տերություններ, որոնք ուզում են իրար հետ անել առևտուր, որի համար պետք են ճանապարհներ, սա չեք տեսնում, այս ամեն ինչը։ Եվ այդ ճանապարհներից մեկը անցնում է Հայաստանով։ Եվ ինչ պիտի անի Հայաստանը, խոչընդոտի այդ մեծ տերություններին անել առևտուր։ Թե ընդհակառակը մասնակցի, օգնի, օգտվի, որ տարբերակ անենք, լինենք սեփ, թե լինենք կամուրջ։ Որ տարբերակը լինի։ Հարցը ինչը չէ, ինչպես է, սկսենք դրանից, բայց վերադառնալով 2018, դուք ասացիք հայկական կախվածության մասին։ Երրորդ հանրապետությունը կամ Լեռնային Ղարաբաղը եղել է, ինչպես վարչապետ Փաշինյանն է ասում, թոք, որը փաթաթված է եղել Հայաստանի վրա։ Ղարաբաղի հարցը օգտագործվել է որպես թոք։ Այստեղ մեջբեմական հստակ է, այս մեկը հստակ է։ Այս մեկը դե կներեք, որ Քոչյանի ասածները բարբար չեմ հիշում, վարչապետի ասածը հիշում եմ։ Եթե այդպես է, նշանակում է 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը եկել է Հայաստանում իշխանության, Ֆորպոստ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Հիմա էլ է Ֆորպոստի վարչապետ։ Այսինքն ինքը խոստովանում է, որ հիմա երբ գնում է Մոսկվա, ինքը գնում է Ֆորպոստի տիրոջ մոտ, որպես այդ տանը վարձով ապրող, հա։ Շատ բան է փոխվել։ Չէ, նախ Ֆորպոստը վարձով տունը չի։ Դե պայմանական ինչպես Ֆորպոստը պատկերավոր երկեր, Ֆորպոստը որևէ շահերի ամենաեզրային ուրեմն պահապանն է, որևէ շահերի կենտրոնի, չէ, թե Ֆորպոստ բառը, ոնց որ այդ բառը մենք չենք ասել, այդ բառը ռուսներից մտավ մեր բան։ Հիշում եք 92,000-ականների սկզբին, չէ, ոչ ամեն ամրոց, մայրաքաղաքի մեջտեղում գտնվող ամրոցին Ֆորպոստ չեն ասի։ Ասում են Ֆորպոստը ռազմական հենակետն է։ Հա, բայց որը որ գտնվում է առաջի գծում, քո առաջի գծում գտնվողն է, որից հետո կա երկրորդ գիծ, երրորդ գիծ ու քո շահերի միջուկը։ Ֆորպոստը պահում է առաջի հարվածն է իր վրա միշտ։ Իհարկե։ Ֆորպոստ, ամենաառաջևում գտնվող պոստն է,
Այն կենտրոնի շահերը։ Իո վարչապետը, ֆորպոստի վարչապետը։ Հիմա Հայաստանը ձգտում է ձևավորել ինքնուրույն արտաքին քաղաքականություն ավելի։ Ֆորպոստի վարչապետը։ Արդեն չէ։ Բայց եթե հարցնեք 18-ին, եթե ուզում եք այդ բառ ուղղակի, քանի որ դա վիրավորական բառ է, ես կխուսափեի այդ բառը օգտագործել։ Հա, բայց ինքը օգտագործում է հղում անելով այն ռուսներից մեկն է, որ չեք հիշում, որտեղ ինչ-որ մեկին ուզում եմ վիրավորեմ, հղում եմ անում Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանն էլ հղում է անում այն ընկալումներին, որ ունեն մեր մասին։ Ինքը ասում է, թե ահա այս մարդիկ մեզ ընկալում են որպես այսպես, ինքը բան չի էլի, Դավիթ ջան, ինքը նույնպես եմ կրկնում, ֆիզիկա չի։ Մեկի համար մեկը մի դեր է կատարում, մյուսի համար մյուս դերն է կատարում։ Մենք մեր համար ֆորպոստ չենք։ Մենք ուրիշի համար կարող ենք ընկալվել այն մյուսի համար, որ ասի եղբայր դու իմ շահերը կպահես այդտեղ։ Եթե պահում ես, եղին ֆորպոստը։ Դրա մասին եմ ես խոսում։ Հիմա երբ որ Սիրիա զորքեր ուղարկում Նիկոլ Փաշինյանը չէր պաշտպանում Ռուսաստանի Դաշնության շահերը ֆորպոստի կարգավիճակում։ Կարգավիճակը չեմ կարող ասել, բայց համարում եմ, որ դա բխում է մեր պետության շահերից, ինչը նաև այդ պահին համընկնում է Ռուսաստանի շահերի հետ, այո, այդպեսին է իրավիճակը, դա էր նաև։ Հապ զորախումբ Ղազախստան ուղարկել։ Դա էր նաև այն փորձը, որ հիմա շատերն ասում են, եկավ փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, բան sense, ես իսկ կասկածում եմ։ Դեմեն նման հայտարարություն։ Փչացրեց։ Դա էր նաև գինը այն բանի, որ գիտեք, եթե անկեղծացանք, անկեղծանանք, որ եթե ընկերներ, եթե հարցը մեր եթե Լեռնային Ղարաբաղի հարցը կախված է մեր հարաբերությունների որակից, խնդրեմ չի։ Մենք խնդրեմ չունենք, մենք ունենք հրաշալի հարաբերություններ։ Էլ ինչ է պետք անել այդ հարաբերությունները լավացնելու համար։ Սիրիա զորք ուղարկում ենք, հարց չկա, ուրիշ էլ ինչ է պետք։ Այ այս խոսակցության կոնտեքստն եղել, բայց պարզվեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կախված չէ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից, այլ կախված է Ռուսաստան-Ադրբեջան եւ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններից, որոնք փոխվել էին տարբեր պատճառներով։ Սիրիա, Թուրքիայի հետ հարաբերություններ, Ադրբեջանից այնտեղ հասկանում եք նավթի առուվաճառքի այնտեղ միջնորդ, սա, նա, հազար մի շահեր, նա ուրիշ պատմություն է։ Եվ մենք հայտնվեցինք, այս դեպքում արդեն սեպի նման, այդ երկու կողմից ճզմող ոնց որ բանն է, հարթաշուրթն է, ճզմում։ Այդ ճզմող շահերի մեջտեղում հայտնվեցինք։ Հիմա դուք մեզ ինչու եք մեղադրում։ Որ ուզեմ հասկանամ, որ ինչու եք որ որոնցները հասցրեցին փախնեն այդ հարթաշուրթի ճզմող շուրթերից, մենք չհասցրեցինք։ Հա, ձեր ձեռքից են փախել։ Ում ենք մեղադրում։ 1000% զգալի մասը մեղադրում է ձեզ, որ բազմաթիվ մարդիկ ովքեր պիտի գտնվեին կալանավայրերում։ Ես այդ հարթաշուրթը չեմ ասում, աշխարհքաղաքական հարթաշուրթը։ Աշխարհքաղաքական հարթաշուրթի մասին էլ այդ կոնտեքստում հարց եմ տալիս։ Համաշխարհային կոնսենսուս, միջազգային կոնսենսուս կար, որ Արցախը վերջնականապես պիտի հասնի Ադրբեջանին։ Կար։ Բա ինչի՞ չէի կարող։ Եվ կար այդ նաև Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Կար։ Դա ակնհայտ է, չէ, արդեն այսօր։ Հաշվարկում ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով պիտի հաստատվեր ռուսական ստատուս կվո ամբողջ հարավային Կովկասում։ Դա էլ էր մտնում Մինսկի խմբի մյուս համանախագահողների տրամաբանության մեջ, այո։ Այդ պահի շահերի դասավորվածությունը այդպիսին էր, որ ասում էին, հա, օքեյ, դու արա ոնց հարմար ես գտնում։ Ես դեռ չեմ գնում 2014, որովհետև 14-ից մի Չէ, 14-ին մի քիչ ուրիշ էր իրավիճակը։ 14-ից դա սկսեց, բյուրեղացավ 16-ի կողմերը։ Այո։ Հետո արդեն պիկին հասավ գոնե թե մեզ համար 2020 թվականին, երբ որ արդեն միջազգային բազմաթիվ պայմանավորվածություններ կային, ով որտեղ ում ինչ պիտի զիջի, որ ուկրաինական ճակատում էսպես լինի, եվրոպական ճակատում էնպես լինի, այսինքն միջազգային արժեքները։ Հիմա կարող ենք միգուցե դա կռահել, բայց 20 թվականին ես պիտի անկեղծ ասեմ, նախ ես համոզված չեմ, որ այդ Ուկրաինայում ով այդ Ուկրաինայի հետ կապը միգուցե հա թուրք-ռուսականի կոնտեքստում հա միգուցե ինչ որ կապ կա, բայց ես հիմա էլ դա ես ավելի շատ դա կկապեի Սիրիայում հարաբերությունների հետ թուրք-ռուսական, ոչ թե Ուկրաինայում ապագա պատերազմի, այլ այն ինչ այդ պահին տեղի էր ունենում Սիրիայում եւ այն ինչ տեղի էր ունենում Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում եւ պաշտոնական եւ
ոչ պաշտոնական եւ ոչ պաշտոնական։ Խոսում ենք որ բազմաշերտ էր իրական։ Առևտրի բազմաթիվ առարկաներ կային եւ դրանք բոլորը օգտագործվեցին տարբեր խնդիրներ։ Ինչի՞ չտեսակ այդ առևտուրը։ Ինչի՞ չկանխատեսեցիք։ Ինչի՞ չէիք հասկանում։ Գնալով առաջ 2020-ին գուցե կանխատեսել դժվար էր, որովհետեւ իրապես թմբիրի զգացողություն կար, բայց ոչ բոլորի մոտ, որովհետեւ մենք այստեղ թերագնահատում ենք մեր հասարակության մտավոր եւ քաղաքացիական հասունության աստիճանը։ Ոչ բոլորն էին վստահ, որ ամեն ինչ իդեալական է։ Ոչ բոլորն էին վստահ։ Լսեք, հիմա էլ նույնն է։ Հիմա էլ 2020 թվականի նոյեմբերի 9-ով հաստատվեց Մոսկվայի կողմից այդ թունև միջազգային կոնսենսուսով հաստատված ստատուս կվո։ 2022 թվականի ռազմական գործողություններից հետո ադրբեջանական ճնշման ներքո չբավարարվելով նոյեմբերի 9-ի ստատուս կվոյով Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանը որոշեցին գնալ Եվրոպա։ Եվրոպայից դեռևս Իլհամ Ալիևը ոչինչ չէր ստացել եւ տեղի ունեցավ Պրահայի համաձայնությունը, որտեղ Հայաստանը պաշտոնապես արտաբերեց Արցախի, Ադրբեջանի պատկանելիության մասին։ Այստեղ երբ որ խնդիրը լուծվեց Եվրոպայից ստանալու այլևս ոչինչ չկար, երրորդ կետով գնացինք Վաշինգտոն, որտեղ Ադրբեջանը կրկին առևտրի առարկա ունի։ Շատ սիրուն եք տենց նկարագրում, բայց մի քիչ այսպես չեն իրողությունները։ Միգուցե հերթականություն այդպես է, բայց այն ինչ տեսել են իմ սիրուն տենց բանալիցիկ էլի նկարեցիկ կարելի ասել, ոչ թե կեղծ, այլ սիրուն սենց։ Բայց իրողությունը այլ է։ Իրողությունն այն է, որ Հայաստանի սահմանների վրա հարձակումից հետո, երբ մենք դիմեցինք ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին, որոնք մեզ հավաստիացնում էին, որ Հայաստանի պետական սահմանը իրենց համար կարմիր գիծ է։ Բարձվեց, որ այդ կարմիր գիծը ոնց որ չգիտեն թե որտեղ է։ Կիլոմետրերի ճշտությամբ չգիտեն։ Եվրոպացիները գիտեին, այո, եւ ինչպես հիմա տեսնում ենք եվրադիտորդների գործունեությունից հստակ գիտեին, թե որտեղ է այդ կետը։ Ռուսները ասցին դե չգիտենք, դե պատրոգային, պաշուպային, պանյուխային, պաչուստվային, եւ այլ։ Եվ այդտեղ արդեն հարց ցակեց, ընկերներ ջան, եթե դուք չգիտեք, մենք հաստատ գիտենք։ Այս է մեր սահմանը։ Եվ եթե սա մեր սահմանն է, այն ինչ սահմանից այն կողմը ստացվում է մերը չի։ Այդ կոնտեքստում է եղել խոսակցությունը։ Խոսակցությունը հետ թող ոչ մեկը իրանք չմեղադրեն։ Եթե իրանք այն ժամանակ պահեին այդ կարմիր գիծը, մենք կարիք չէինք ունենա եւս մեկ անգամ ասել, որ կրկնեմ եւս մեկ անգամ, որտեվ ասում նախկինում դա էլի այլ ձևերով, այլ փաստաթղթերով, այսպես կամ այնպես ասվել է, հա? Կարիք չէինք ունենա եւս մեկ անգամ վերահաստատել, որ չէ ընկերներ, եթե դուք չգիտեք, մենք գիտենք, էսա մեսա։ Եթե չեք կարող պահեք, ասեք չենք կներեք, էսա, բայց հիմա մի հատ հայտարարություն արեք, մի հատ օրինակ, ասենք որ չենք ասեք, չէ, ասեք դատապարտում ենք կամ մտահոգ ենք Հայաստանի Հանրապետության պետական սահմանը խախտելու հանգամանքով, իսկ իրանք ինչ էին ասում։ Իրանք ասում էին բան, հա ինչ ա եղել, որ երկարամյա պատերազմ էր, այդքան ժամանակ որ Ադրբեջանի պետական սահմանը խախտված էր։ Բա մենք ո՞նց ա որ այդքան բանակցում էինք 30 տարի, այսինքն իրանք ուզում էին Ղարաբաղի հարցը Ղարաբաղից տեղափոխել Հայաստան։ Այստեղ մի հատ Ղարաբաղի հարց սարքեին, ու մի 30 տարի էլ մի հատ Մինսկի խումբ ձևավորեին, մի 30 տարի էլ մեր տարածքում սկսեին Ղարաբաղի հարց քննարկել։ Այդ էլ իրանք ուզածը կամ մեր ընդդիմադիրների ուզածը։ Շատ կարևոր հարց, որ բաց չթողնեմ, պարոն Եղեն։ Հայաստանի Հանրապետությունը օկուպանտ է այս պահին, թե ոչ։ Հայաստանի Հանրապետությունը օկուպացրել է այս պահին Ադրբեջանի Եթե նկատի ունեք վարչապետին ձևակերպումը, որ կան տարածքներ, որոնք պետքա ճշգրտվեն, օկուպանտը դա քաղաքական գնահատական է։ Օկուպանտ պետությանը կոչում են գնահատական չէ։ Օկուպացիա զբաղեցում, տարածքների զբաղեցում։ Ես գիտեմ, շնորհիվ պարոն Օսկանյանի անգլերեն այդ բառը սովորեցինք, որ ինքնաթիռի զուգարանի դրանը գրած է, ոչ թե գրաված, այլ զբաղեցած։ Շատ լավ է, մեր ուժեղ անգլերենի դասատու պարոն Օսկանյան։ Okay, բայց այդպես պետությանը կոչում են այն ժամանակ, երբ զգում են, որ ինքը չարակամորեն դիմացինի տարածքը զբաղեցնել է եւ չի ուզում դուրս գա ճնշման, այդ պետությանը ճնշելու համար են իրեն այդպես կոչում։ Վարչապետի ասած այլ բան է։ Վարչապետն ասում է պատերազմից հետո զորքերը, այդ թվում Տավուշում, բանում, այսինքն ոչ Ղարաբաղից դուրս, հա, շարվել են ըստ ռազմական հարմարավետության, առանց նայելու ՀՍՍՀ եւ ԱՍՍՀ քարտեզներին։ Բնականաբար հիմա այնտեղ օրինակ բանի դիմացի Ջողազի ջրամբարը գիտեք։ Մեր Բերքաբեր գյուղի դիմացի ջրամբարը, որ նայում եք, չէ՞, ամբողջ Սարի դոշը դիմացի։ Դա Հայաստանի Հանրապետության տարածք է։ Գտնվում է այնտեղ։ Ջրամբարի այս մյուս կողմում հայելային գոյություն ունի իրանց այդ գյուղի մի ինչ-որ տարածք, որը էլի մենք սեպի նման խրված ենք իրանց տարածքի մեջ։ Իրանք սեպի նման խրված են մեր տարածքի մեջ։ Հիմա վարչապետն ասում է մենք այնտեղ սեպ ունենք, իրանք ստեղ սեպ ունեն։ Ընդ որում ստեղ հարցը այնպես չի, որ մենք ինչ-որ բան պիտի ազատենք, իրանք չպետք է ազատեն։ Կարա տարբեր քննարկումներ լինի, կարանք հարցը դնենք հանրակրվեի, ասենք
տարբերակն է, մեծ սեպը մնա այնտեղ, իրանց սեպը նույն կիլոմետրաժով, էլի, որտեվ հակառակը համ իրանց անհարմար կլինի։ Որ մենք խոստովանենք, այս արդեն բացատրված է։ Ախր խոստովանելու հարց չի, դա դրա մասին խոսում ենք, իսկ իրենք դրա մասին չեն խոսում։ Ո՞վ է ասել, որ չեն խոսում։ Առնվազն տարօրինակ իրենք երբեք չեն հայտարարել, որ իրենք գտնում են ինքնիշխան տարածքում։ Լսեք, որովհետև իրանց քաղաքական կուլտուրան դա չի, նման բան հայտարարել, բայց նույն իրանցի սահմանազատման ժամանակ։ Բա ինչի՞ չեք ասում, որ բազմաթիվ ուրեմն տարածքներ, որտեղ մինապատեր, ադրբեջանցի ուրեմն բանի այդ դիպուկահարի հասանելիության տակ էր, հիմա հայ գյուղացի մտնում է։ Բա ինչի՞ չենք, այսինքն միգուցե լավ է որ այդ մասին շատ չենք խոսում, բայց դա փաստ է, չէ՞, որ տեղի է ունեցել դա։ Բայց այդ գյուղացիները դա շատ լավ գիտեն։ Առաջ եթե կար, ասենք 1-2 կիլոմետրանոց բան, այդ բուֆերային զոնա, որտեղ սահմանը մեջով, ասենք, sense օծի նման անցնում էր։ Հիմա այդ օծի նման անցած սահմանի մեր գրպանիկներում, այսպես ձևակերպեմ, հա, պարզ, մեր գյուղացին հանգիստ կարա մտնի, իր հողամշակի միջև փաշալարը, այն կողմից էլ նրա գյուղացին իր հատվածում կարա լինի։ Բա դա չստացվեց, որ իրանք էլ են դա ընդունել։ Ինքը հանել է, չէ՞ իր դիպուկահարին։ Այսինքն առաջ այդտեղ տրակտորը չէր կարողանում մտնել, կարակոց էր տեղի ունենում։ Հանել է, հիմա դիպուկահարը վերջ չկա։ Իր կողմից էլ է սահմանը պահը կանգնած։ Մեր կողմից էլ է սահմանը պահը կանգնած։ Բա այդտեղ ինչի չեք ասում, որ խափել են մեզ, անարդար որոշումը տեղի ունեցել։ Բանն էլ բանի գյուղապետն էլ իրանցի գյուղապետն էլ վեր կացավ իբր այտենց գլուխ գովալու համար ասեց 30 քանի տունա մեզ մնացել ուռա բան հիշում եք այդ պատմությունները ինչի հետևանքով էլի հազար մի խնդիրներ եղան հանգիստ ամեն ինչ նորմալ ոնց քարտեզը տալիս է սովետական վերջի քարտեզը այդ քարտեզով գնում է որտեղ կա ինֆրաստրուկտուրայի հարց դա կարելի է քննարկել միշտ որն է գինը այս եվրոպական երկու պետություններին հարիր սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը սկսելու որն է նախաստորագրված խաղաղության գինը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ձևավորման գինը կարող եք նշել որպես քաղաքացի անգամ որպես պաշտոնյա բայց գին ասելով դուք ստացվում է որ ուզում եք ասել որ մենք ինչ-որ բան ենք վճարում հա դրա դիմաց հա չենք բա մեզ ինչ են վճարում բա այդ ինչի չեք քննարկում չգիտեմ դե եմ ասում գինը կարող եք չի ասել չէ ես կարող եմ ասեմ ինչ ենք ստանում բայց գին կա չէ ամեն դեպքում Չէ, գին ասվածը, այստեղ ստացվում է ինչ-որ բանես դու զիջում, այդպես է ստացվում։ Մենք չենք զիջել ոչինչ։ Մեր ունեցածից ոչ։ Մեր ունեցածից ոչ։ Մեր պահանջածից միգուցե այո, մեր պահանջած եւ չստացածից, բայց մեզ պատկանողից ոչինչ չենք զիջել։ Ինչ ենք զիջել, կարող եք ասել, մեր ունեցածից, մեզ պատկանողից։ Վերահսկողություն եք զիջել։ Դա պահանջածն է, ոչ թե ունեցածը։ Դա հա ֆիզիկական վերահսկողություն։ Ֆիզիկական վերահսկողություն նկատի ունենք։ Դա եղել է պատերազմի հետևանք։ 40-42 կիլոմետր տարածք։ Հա չէ, դա մեր ՀՀ տարածքի մասին եք ասում։ Չէ, դա մերը չէր, մեր հետ։ Չէ, դա բայց դա զիջվել է, դա եղել է բախման հետևանք։ Չէ, բայց ով է զիջել։ Ով է զիջել, բայց դա։ Դա մեր տարածքն է, ով է, այսքան վաղ դուք մեկից լսել եք, որ ասի, դե լավ, Ժորժ ջան, թեման փակեցինք, ով չկա նման բան։ Դա Հայաստանի Հանրապետության տարածքն է, դա չի զիջվել է։ Դա եղել է բախում։ Ջերմուկի մասին եթե խոսում ենք, որտեղ բախման Հայաստանի Հանրապետության հարավային, ամենահարավային ճանապարհը, Լեռնաձոր ագարակ, որը ասում է հայ-իրանական սահմանով։ Ահա։ Կարող էր ամբողջությամբ աներկբա, առանց որևէ քննարկման վերահսկվեր Հայաստանի Հանրապետության կողմից ինչպես դա ամբողջությամբ աներկբա, առանց որևէ խնդրի վերահսկվելու Հայաստանի Հանրապետության կողմից հիմա էլ այդպես։ Իսկ կառավարումը կարող է իրականացվել Հայաստանի կողմից։ Կառավարման հետ կապված հետևյալ խնդիրը կա։ Որովհետեւ դու կառավարես, այդ ճանապարհը լինի։ Պետք է կառուցես։ Եթե երկաթգիծ է, երկաթգիծ, եթե ասֆալտապատ է, ասֆալտապատ։ Մենք փող չունենք, որ կառուցենք դրա համար։ Երկաթգծի փող չէ, չունենք։ Կներեք։ 7 միլիարդ դոլարի արտաքին պարտք ենք ավելացրել, պարոն Եղոյան։ Մենք չունենք դրա համար էլ այդքան կապիտալ ծախսեր է արվում։ Բայց մյուս կապիտալ ծախսերը, այսինքն համ այդ երկաթգիծը քանդել, թալանել, տարել են, ասենք կներեք, էլի բան կանեմ, այսինքն հիմա դատվում են էլի 200 միլիոն դատվում են ասուլիս են տալիս չեն դատվում։ Դատվել անպայման բանդում նստած դատի։ Իդե 48 200 միլիոն դոլարի
պետությունն էլ իրենց գրասենյակներին գումարներ է վճարում, աշխատակազմ են պահում։ Դե դուք իրավական պետություն եք ուզում, թե բեսպրիձել պետություն եք ուզում։ Տիկնազով տալիս է, որտեղ մեր օրենքով պետության նախկին ղեկավարին հասնում է, բեսպրիձել եք ուզում։ Այսինքն, եթե այդ մարդը ազատության մեջ քաղաքականությամբ է զբաղվում, դուք իրեն մեղադրում եք ռելս գողանալու մեջ, ռելս գողացողը քաղաքական հայտարարություն եք անում։ Թե հաստատող կա հանել $320,000 վաճառել են ԶՊՄԿ-ին։ Ով Ռոբերտ Քոչյանը, Ռոբերտ Քոչյան, նախագահ Սերժ Սարգսյան, նախարար Խաչատուրով նախարար տեղական։ Այսինքն հանցագործություն է տեղի ունեցել, ինչպես են այդ մարդիկ ազատության մեջ։ Բանը ներկայացված է, դատախազությանը ներկայացված է բանը, այդ հայցը ներկայացվել է դեռ 20 թվականին։ Դատախազությունը ում ենթակացան եք ման։ Դատախազությունը անկախ գործող մարմին է, դավաճան։ Ժողովրդավարական նստում, շատերն արդյունք իրավունքների պաշտպանել է նստում, բանել է նստում դա։ Ով է ընտրել դատախազին գլխավոր։ Ախր այդպես չի։ Դուք ասում եք եվրոպական արժեքներ, դե ազգային ժողովն է ընտրել, բայց ազգային ժողովի ենթակա Այսինքն նշանակում որ ես կարամ զանգեմ գլխավոր դատախազին, ասեմ բան, այս մեկի դատեք են մեկին դատախազին նաև հանել գործից իդեպ։ Դա բայց դրանից չենք խոսում, մենք վերահսկողությունից ենք խոսում աշխատանքի նկատմամբ, ոչ թե աշխատանքի ընդունելուց կամ հանելուց։ Այսինքն երբ կարիքը կա մենք շատ ժողովրդավար ենք, երբ կարիքը չկա կարող ենք քաղաքական հայտարարություն անել ու ասել Ռոբերտ Քոչյանը ռելս է գողացել։ Այս ավելի կոնկրետ եթե լինենք, քանդել ծախել։ Քանդել ծախել։ Չէ, չի կներեք, հանկարծ չնեղանան։ Քանդել եւ $320,000 $2,000 տոննա պողպատի ռելսը 31 կիլոմետր երկարությամբ վաճառել ԶՊՄԿ-ին։ Ահա, բրցանք։ Այս մեկը փաստաթղթավորված է։ Այս մեկը փաստաթղթավորված է Խաչատուրովի ստորագրությունն էլ տակը դրած է որպես բանի նախարարի տեղական ուժեղ մեծ ստրատեգների։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարելի է կատարել է հանցագործություն եւ գտնում է ազատության մեջ։ Ձեր իշխանության օրոք։ Բայց մենք դրանից չենք խոսում։ Մենք խոսում ենք նրանից, թե ինչու եք դուք այնտեղ ներգրավում օտարերկրյա ներդրող։ Ով պիտի կառավարի։ Հիմա որ ռելսերը հանել ծախել են, դրա համար ներգրավում եք, դա պատասխան։ Չէ, դրա համար ռելսը չկա։ Դրա համար պետք է ռելսը տեղը դրվի։ Դա արժի գումար։ Այդ գումարը մեկը պետք է դնի։ Այսինքն, հոդա բարեգործական ռելսը դնելու դիմաց մենք կառավարումը հանձնում ենք օտար պետության։ Հա բայց հիմա ասենք մեր բանը մյուս երկաթուղին, չէ, մյուս երկաթուղին, որ Յուկաժեդենն է կառավարում, ձեր համար մեծ պրոբլեմ է դա։ Այո, շատ մեծ պրոբլեմ է ինձ համար, որտեվ դա Հայաստանի Հանրապետության ռազմավարական ենթակառուցվածքն է։ Հա, բայց դրա Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո է գործում։ Բայց կառավարումը ուրիշ երկիր չի, ընկերությունն է, Դավիթ ջան, ամբողջ աշխարհում այդպես է, այսինքն մյուս երկրներում գերմանական բաները երկաթուղիները հենց Գերմանիայի կառավարությունն է կառավարում, ֆրանսիականն էլ հենց ֆրանսիական։ Հենց գերմանական ընկերությունն է, այսօր աշխարհում գնում են առնում են նավահանգիստներ են առնում, նավեր են առնում, ծախում են, օթակայաններ եք։ Հիմա այս բոլոր բաները դա մեղք չի որ արդարացնեն։ Շրջանակում չենք բազմաթիվ։ Ես չեմ արդարանում, հիմա ասենք մեր օթակայանը, որ հիմա մեր օթակ, հա, կիլոմետր ավտոճանապարհ եւ երկաթգիծ կառուցելու գումար։ Ավտոճանապարհ ունի, երկաթգիծ չունի։ Որտեվ նայժանա նա թանկ է։ Ավտոճանապարհ հələ ու հիմա այնտեղ աշխատանքներ տարվում են ավտոճանապարհի շուրջ։ Կառավարումը վերապատրաստել։ Ոչ միայն այդ պատճառով, այլ որովհետև այնտեղ հազարում երաշխիքի հարց կա։ Ինչ երաշխիք։ Գործընկերային։ Չէ, գործընկերային ինչ կոնկրետ երաշխիք, խնդրում եմ երաշխիք բերեք։ Դուք իրավագետ եք չեմ ասնագիտության։ Հա, բայց երաշխիքը դա Այսինքն հիմա վատա որ մենք ԱՄՆ-ի հետ գործընկերություն ենք, այդտեղ կառուցում։ Ուրիշ դաշտ եք տանում։ Խոսքը չի գնում Ամերիկայի հետ վատ է, թե լավ է ընկերություն անում։ Բա։ Խոսքը երաշխիքը ո՞րն է։ Ես այ հարց եմ ձեզ։ Օրինակ որ նորմալ ապրանքաշրջանառություն կգնա։ Նորմալ բան։ Այսինքն այդ դա բիզնես է, չէ՞։ Դա բիզնես է, չէ՞։ Մեր կառավարման ներքո նորմալ չի լինելու։ Ես չգիտեմ։ Մենք կասկածում ենք մեր պետության կենսունակության վրա։ Բայց քանի որ մենք խոսում ենք լոգիստիկ chain բաներից, շղթաներից, այսինքն շատ լավ կլինի, եթե լինի միջազգային մի կազմակերպություն, այսինքն ամերիկյան տվյալ դեպքում միջազգային լայն կապերով, որը կապահովի սիրուն այդ ամբողջ ընթացքում, օրինակ Չինաստանից բեռը վերցնեն, բերեն, սիրուն հասցեն օրինակ Եվրոպա։ Այսինքն վատա որ ամերիկյան դուրս է գալի, այդտեղ ինչ կառավարման խնդիր կա։ Խնդիր չկա կառավարման, հա, առանց դանդաղելու։ Անցնում է մեղրի ճան։ Չէ, դանդաղումա, որտեղ պիտի կանգնի։ Հա, դա մոռացակ նշեք։ Մի հատ էստեղ եք անում, մի հատ էստեղ։ Դուք ուզում եք ասել, որ մենք այնքան անունակ պետություն ունենք, որ հայրենական երկու անցակետերը կառավարել կարողանում ենք, բայց այ հայ-ադրբեջանական։ Չէ, անցակետերի կառավարման մասին ինչի մասին է խոսքը։ Խոսքը
վերացական այնտեղ անցակետերի արտաքին կառավարման խոսք չկա։ Մեղրիում ապագա անցակետերի արտաքին կառավարման, այսինքն ԱՄՆ կառավարման մասին խոսք չկա։ Կառավարում եմ ուզում հասկանալ։ Երկաթգիծը։ Երկաթգծի կառավարումը որն է, ինչ որ մարդիկ են կանգնում։ Այո, ինչ որ մարդ կանգնում է, ասես կանաչ լույսը վառում է, երկաթգիծ բանը վագոնը շարժվում է։ Դա մենք չենք կարող անել։ Դա կարող ենք, երկաթգիծը չենք կարող կառուցել։ Կառուցելը այլ բան է։ Հա, դե ով կառուցում է, նա պետք է կառավարի։ Ով է ասում։ Բա բարեգործություն պետք է անի։ Ոչ, վարկ ես վերցնում, կառուցում ես այդ նույն հաջողությամբ, ոնց որ լիքը ուրիշ բաներ են Հայաստանում կառուցվել։ Հա, բայց դա գինը շատ է, ասում եմ։ Ինչքան շատ հաշվարկած կա արդեն դրա գինը։ Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց հա շատ է։ 45 միլիոն առաջին տրանշով Ամերիկայի Միացյալ Նահանգները տվել է արդեն։ Ենթադրում եմ ենթակառուցվածքի։ Բա Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչի է դա տվել, Դավիթ ջան։ Որովհետև իրանց հետ ենք պայմանագիր կնքել։ Որովհետև մեծ գաղտնիք բացահայտել։ Ինչ եք կարծում, ես սա խնդիրը գիտեք ո՞րն է, որ ձեզնից գնում են կառավարում։ Ահա։ Ձեզ գումար են տվել կառավարում վերցնելու։ Ոչ, մեզ գումար են տվել մեր պետության տարածքում բիզնես կառավարելու թույլտվության համար, այո։ Հա, բա բիզնեսը կառուցում է, չկառավարի ինքը։ Ասում եմ Յուկաժեդեից ինչի չեք բողոքում։ Ինչի չեք ասում Յուկաժեդեի ձեռքից եկեք վերցնենք դա մի հատ հայկական ընկերություն։ Չեմ օգտվում, որ Յուկաժեդեից բողոքեմ։ Բողոքող դուք պիտի դիտեք որպես իշխանություն։ Չեք օգտվում։ Ես Յուկաժեդ ու իսկ ուր է գնում Յուկաժեդեի որևէ կենաց։ Եվ Գյումրի։ Ես Թբիլիսի մեքենայով։ Որովհետև չեմ վստահում։ Ես այս դրաման Յուկաժեդեի ընկերության կառավարված եկեք այդ բանի մեջ չմտնենք, էլ այդ աշխարհ քաղաքական բաների մեջ էլի սա Ինձ թվում է շատ բալանսավորված համաձայնության ենք մենք եկել։ Դա գալով ամփոփման, այստեղ Եվ պիտի ասեմ ես առիթից օգտվելով, որ մեր ամերիկյան գործընկերները շատ լավ են այս ընթացքում աշխատել, շատ հարգանքով։ Մեր շահերի նկատմամբ նկատում եմ եւ մեր եւ ադրբեջանցիների, բայց մեզ մեր մասն է հետաքրքրում էլի, շատ հարգանքով։ Ոչ մի դեպքում չեմ փորձել ինչ-որ ձևով այսպես կտրել, կպցնել, սեղմել, ոչ մի ձևով։ Ես վստահ եմ, որովհետեւ ինստիտուցիոնալ պետություն է, այլ պետություն չեմ պատկերացնում։ Հիմա գալով որոշակիորեն ամփոփում են ճանապարհի մասով, որովհետև մենք անդադար խոսում ենք, որ դա մեծ ծավալների տրանզիտի խնդիր է լուծելու եւ այլն։ Բայց Ռոբերտ Քոչյանի իր հայտնի ասուլիսի ժամանակ ասում է հետեւյալը. Եթե գնալ Վաշինգտոն, ապա ինչու ստանալ մենակ այդ եւ ինչու կառավարում միայն Հայաստանի տարածքում գտնվող ենթակառուցվածքների վրա, եթե կարելի է բանակցել եւ Նախիջևանի տարածքում էլ պարտադրել Ամերիկային վերցնել նույն կառավարում, որ դա հավասարաչափ եւ հավասարազոր կառավարում։ Վառվեցին բաները մի վարքան։ Հայաստանը պարտադրել ԱՄՆ-ին, որ ԱՄՆ-ն Նախիջևանի տարածքում վերցնի կառավարում։ Դե եթե Ադրբեջանը ԱՄՆ-ին կարող է պարտադրել, որ այդ կառավարումը Ռոբերտ Քոչյանը դες բան ասում։ Այո։ Բայց ոնց կարա Հայաստանը ԱՄՆ-ին պարտադրի, որ նա երրորդ երկրի տարածքում։ Ինչպես Ադրբեջանը խնդրեց ԱՄՆ-ին, որ Ադրբեջանը չի խնդրել, Ադրբեջանը չի խնդրել, Ամերիկան է մեզ խնդրել։ Ու որի տակ նաև ստորագրել է Չէ, դա որտեվ դա կոմպլեքս ապաշրջափակման նախագիծ է, բայց Ամերիկան է մեզ եկել խնդրել, Ադրբեջանը ձեր կարծիքով կներեք, Ալիևը 2 շաբաթ առաջ օգոստոսի 8-ից չէր ասում, այդտեղ մարդ չպետք է տեսնեմ։ Ոչ հայ, ոչ Ամերիկա, ոչ кто бы то ни было։ Ո ոչ հայ, ոչ որևէ այլ, չէր ասում։ Այսինքն ձեր կարծիքով Ադրբեջանն է Ամերիկային խնդրել, ձեր կարծիքով Ամերիկան է պետությունն է, որ իր արտաքին շահերը կառուցում է ըստ, ասենք Ադրբեջանի կամ Հայաստանի չափի չեմ կարծում ուժի պետությունների խնդրանքով, հա։ Չափերի, ուժերի եւ խնդրանքների մեջ կարող է հավատալ։ Չէ, տես մի կարծեք։ Իսրայելը միգուցե իր համար կարող է ինչ-որ բան խնդրի, իր շահերի պաշտպանության համար։ Հարավային Կովկասում։ Լավ էլի։ Ախր էլի ինքանք միֆերի մեջ էլի դրանք, բայց եթե դա մեզ հրեական լոբին, որը օգտագործվել է Ադրբեջանի կողմից, միֆը դեպքում բայց այդ մասշտաբով հա միֆ է, բայց նույնից եմ ասում, հիմա եթե ամերիկացիներն են մեզ դիմել, այսինքն ինչի մերժենք այդ մարդկանց, եթե մեր ասած 5 սկզբունքները պահել են, ամենայն հարգանքով են վերաբերվել, թեև ասեմ, եթե ուժի դարի կանոններով լիներ, կարային մի քիչ էլ այսպես բան անեին, հա, բայց ամենայն հարգանքով ինչի մենք այդ մարդկանց, ասենք, մեր խնդրանքը կատարելուց հետո ինչի մերժենք։ Եթե մեր ասենք մեզ եկել են, ասել են ընկերներ, ձեզ ի՞նչ է պետք։ Ասել ենք մեզ պետք է ինքնիշխանություն, իր այդ տարածքի, ասել են ինչ եք էլի ուզում, որն է ձեր խնդիրը Ադրբեջանի հետ, քիչ եք կարող բարիշեք։ Ասել ենք ընկերներ, մենք իրանց ասում ենք ինքնիշխանություն, իրավա։ Մենք ինչ որ այսպես թե այնպես պիտի ունենային։ Չէ, աշխատելու համար։ Հա, կարող ամենափակ ու դու ունենաս քո ինքնիշխանությունը։ Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեր երկրում ունենալ ինքնիշխանություն։ Չէ, մի րոպե։ Բաց, ասելա, օքեյ, այս մասը ավելի մանրամասն ասեմ, եթե ժամանակ ունենք։ Ամերիկացիներն ասել են, որն է խնդիրը, որ ճանապարհը չի բացվում։ Ինչու՞ ոչ թե փակ ճանապարհը
Փակ ճանապարհով խնդրեմ, ինչ ուզում ես արա, եթե փակա ոչ մեկի դա չի հուզում, բայց ինչու՞ չէ բացում։ Ասել ենք, որովհետև մենք ասում ենք պիտի բացվի ինքնիշխանության եւ ազատության հարգելով, իրանք ասում են, չէ, չհարգելով ադրբեջանցիները։ Ասում են, իրանք չեն ուզում հարգեն։ Ասել է շատ լավ, գնացել արդեն իրանց հետ է բանակցել, ասել են անկեն, ես մարդկանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, ինչի՞ չեք ուզում հարգել։ Այսինքն մենք վերջնարդյունքում Ամերիկայի Միացյալ Նահանգներից ստացել ենք այն, ինչ որ առանց էլ ունենք, ճիշտ եմ հասկանում։ Բաց սահման, բացի պայմաններ։ Սահմանը բաց չի, պարոն Եղոյան։ Չէ, թղթով ստացել ենք բաց սահմանի համաձայնագիր, բացելու համաձայնագիր, էլի։ Բաց երկու անցակետի փաստացի, որտեղ ճանապարհը հստակորեն ասում է կոնկրետ հատվածով։ Սահմանը բաց չի։ Դե հեսա դե թրիփը իրականանալ կբացվի էլի։ Բայց սահմանը չի բացվում։ Որի ադրբեջանականից է բացվում ընդամենը։ Դե Դավիթ ջան, հիմա ամեն ինչ լցնենք այդ մի փաստաթղթի մեջ մենք։ Այսինքն պետք է գրեինք Տավուշ, Վարդենիս, մենք տվել ենք Ադրբեջանին կոնկրետ ճանապարհի։ Մարտի չի Ադրբեջանի, ինչի Ադրբեջանի։ Բա թուրքական բոլորին։ Չինաստանը գալու է Հայաստանով Զանգեզուրով անցնի գնա։ Բա իհարկե, բա ո՞րտեղ անցնելու կներեք։ Որտեղ անցնելու։ Վրաստանի Հանրապետությունում ունեցած 750 միլիոն դոլար ներդրումը Անակլա նավահանգստում 5 միլիարդ ներդրումը։ Հավանաբար հենց նրա համար է, որ իր ենթակառուցվածքը Բաքվում կառուցված նոր նավահանգստից մինչև Սեստովի նահանգից օգտագործի։ Ճիշտ է, իսկ աճը։ Ինչ աճ։ Աճի տեմպը։ Տնտեսագետները հաշվարկում են, որ այդ ձեր ասած նավահանգիստն էլ երկաթգիծն էլ ռեզինից չի։ Հա։ Տնտեսագետները անդադար հաշվարկում են, որ անգամ 60%-ով ծանրաբեռնված չեն շրջանառությունը, որ հիմա ասում Ադրբեջանի Վրաստանի նախագծերը չեն կառուցվում 1 տարվա հաշվարկով։ Դա կառուցվում է, դա ռազմավարական հեռանկարի հաշվարկով։ Այն ինչ հիմա կառուցվում է, կարող է իր օգտագործելու պիկին հասնի սրանից 30 տարի հետո։ Դու չես կարող կառուցես, ասենք, հասկանում եք, քո լիմիտների այսօրվա օգտագործման հաշվարկներով։ Դու պետք է հաշվարկես քո աճը, քո բնակչությունը 30 տարուց։ Բայց Հայաստանով անցնելու է այդ մեծ միջանցքի 43 կիլոգրամ։ Հետո մեր տարածքը ինչ անենք մենք։ Կներեք որ ծովից ծով Հայաստան չի։ Իջևան չունենք մենք, Գյումրի չունենք։ Ինչու՞ Թուրքիան Իգդիր դիրիշու ճանապարհը կառուցում շրջանցելով Հայաստանը երկաթգծի տեսանկյունից։ Իսկ մենք Ադրբեջանի Այսինքն մենք հիմա գնանք չանաչանա, ասենք դու ինչի ես Իգդիրի ճանապարհը։ Այսինքն մենք փոխանակ մեր ունեցածից օգտվենք։ Մենք գնանք նրա հետ ապաշրջափակում է տեղի ունենում։ Մեկ ճանապարհի բացմամբ Հայաստանը չի ապաշրջափակում։ Այս համաձայնագրով այդ մեկ ճանապարհի բացումը։ Դե վերջ ստացվում է որ համաձայնագրով ապաշրջափակում չի եկել։ Եկել է մեկ ճանապարհի տրամադրում Ադրբեջանի անցման համար։ Սխալ եմ ես։ Այդ մեկ ճանապարհը մեզ համար ճանապարհ է եւ դեպի Իրան, եւ դեպի Ռուսաստան, եւ դեպի Միջին Ասիա։ Հա, բայց մեր այսինքն այդ մեկ ճանապարհը այլ պետության կողմից, իսկ իրեն ճանապարհը կառավարվում է իրենց կողմից։ Բայց դա ձեզ ինչ այլ պետության կողմից չի։ Ես չեմ գնալու Նախիջևանով դեպի Իրան, պարոն Եղոյան։ Դուք չեք գնալու, բայց բեռը գնալու է։ Դա մարդու ես իմ բեռը չեմ ուղարկելու Նախիջևանով Իրան, որովհետև ես չեմ վստահում այդ պետության տարածքում կառավարման իրեն։ Ինչ պետք է լինի։ Խաղաղություն կնքված չկա, պատերազմական, ռազմական գործողություններ օկուպացված տարածքներ։ Դե կլինի, խաղաղությունն էլ կլինի ամենի կնքված ստորագրես կլինի դա։ Այսինքն եթե ֆիզիկական չափանիշներով խոսենք, ֆիզիկայի կանոններով խաղաղությունը, նույնիսկ եմ ասում, դա կառուցվող ֆենոմեն է, այսինքն այնպես չի որ արեցի, դրեցի, ասի հիմա խաղաղություն է։ Այո, հիմա մենք կարող ենք ասել, որ խաղաղությունը արդեն այո եկել է, բայց դա չի նշանակում, որ սա խաղաղության իդեալական մակարդակն է, արդեն մենք դեռ աշխատելու տեղ ունենք վերջնական խաղաղության հաստատման համար, ինչ վերաբերում է Իրանի հետ բաներին։ Ես մի բան էլ հիշեցնեմ, որ գործելու են նաև Բեռների ապահովագրման ինստիտուտը։ Այդ էլ է լինելու։ Այսինքն պետք չի ելնել խելագարության կանխավարկածով, էլի, որ հեսա հանելու են, թափեն, քարերով խփեն, ջարդեն։ Հա կարող է մի խնդիր էլ ընթացքում լինի, բայց դուք ինչի եք դրա վրա կենտրոնանում։ Դե որտեվ իրենք դրա վրա Հայաստանի տարածքում կենտրոնանում են։ Իրանք ոչ թե դրա վրա են կենտրոնում, դա պատրվակ է իրանց համար, դա գործել է որպես պատրվակ, որ այդ ճանապարհը իրանց համար լինի առանց հայկական վերահսկողության։ Իրանց նպատակը չէ մեր հիմա ասում եմ ասելա ոչ հայ ոչ ուրիշ, այլբարդ հուլիսին է ասել, բացեք նայեք բաները։ Շատ բան էլ ասել։ Շատ բան էլ ասել, ապրեք։ Միշտ մաքսիմալիզմ Լսեք, մեր վերահսկողության տակ, մեր անցակետով, մեր վերահսկողությամբ, կրկնում եմ, ինչպես յուկաժեդեն, հիմա եթե դուք յուկաժեդեն համարում եք օտար կառավարում, հա, օտար կառավարում։ Բա որ Վրաստանից բեռը մտնում է մեր մաքսայինը չի ստուգում։ Չուզում հասկանամ, յուկաժեդենը օտար կառավարում չի։ Մեր ինքնիշխանությանը չհակասող
կառավարումը, չէ, դա օտար կառավարում, օտար ընկերությունն է, բայց դա չի նշանակում, որ իրանք կարան բեռնել, օրինակ յուկաժետը մի վագոն բերի, մեր սահմանապահներին ասի, էսի մեր վագոնն է, չբացես։ Այդպես բան, այդպես չի լինում, չէ։ Իրավունք ունի, բացում են, ստուգում են, ըստ իրենց ռիսկերի, բաների գնահատում են, սկաները, այս այն, շունը, թմրանյութանայում են, այսինքն այդ ամեն ինչը, ինչ որ դուք տեսնում եք Վրաստանում, ինչպես որ Հայաստանի Հանրապետության այսօրվա կանոնն է, լինելու է այդպես, ինչպես որ կլինի վաղվա կանոնը Վրաստանի այդ սահմանի, նույնն էլ կլինի այնտեղ։ Վաղը կարող է տեխնոլոգիան, այն չեք տեսել են կինոներում ֆուտուրիստական։ Մի հատ ասենք լազերակցում, sense սկանա անում, մեջի ապրանքները ցույց է տալիս։ Կարող վաղը տես մի հատ տեխնոլոգիա լինում օրինակ, այդ տեխնոլոգիան կօգտագործվի, բայց այդ տեխնոլոգիայի կոճակ սխմողը կլինի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը։ Այլ ոնց ասեմ։ Ինչպես Դուբայ։ Հա? Ինչպես Դուբայում գնում ենք էմիրություններ ու հանձնարարներ օրինակ անց են կասնում լազերային սկաներով։ Հաճի լավ հիշացրեցիք, ճիշտ է, հա, ես այնտեղով մի անգամ եմ տրանզիտ անցել, հա, ճիշտ է, ճիշտ է, հա, ամբիոնից ասել եմ։ Եվ վերջում ինչ շատ կարևոր, որովհետև քաղաքացիական պայմանագրի կուսակցության համաժողովի ժամանակ հրապարակված նոր հանրապետության, այսպես ասենք, ճանապարհային քարտեզի ռազմավարության մեջ Եվրոմիության մասին արտաքին քաղաքականության ամենացայտունն էր, ամենացայտունը։ Եվ բայց նրան զուգահեռ նաև ՄԱԿ-ի ամբիոնից վարչապետ Փաշինյանը ուղղակիորեն չասաց, որ դեռևս հստակ ազդակ չկա Եվրամիությունից անդամակցության մասով, բայց մենք ամեն դեպքում գնալու ենք այդ ճանապարհով, կընդունեն լավ է, չեն ընդունի, մենք ունենանք եվրոպական ստանդարտների պետություն։ Կա Եվրոպայից որևէ ազդակ, որ կա ցանկություն Հայաստանի հետ եվրոինտեգրացիայի process-ը մեկնարկել ինչ-որ փուլում։ Եվրոինտեգրացիայի process-ը վաղուց է մեկնարկած, շատ վաղուց է։ Եթե նկատի ունեք արդեն անդամության հայտ, անդամության process, ապա մենք մինչև այդտեղ քայլելու ճանապարհ դեռ ունենք։ Հայտը մենք այսօր էլ կա մոտավորապես դա ինչքան է տևում, հաշվի առնելով նաև հարևանների փորձ։ Դա տևում է քո ներքին ռեֆորմների տեմպից կախված տարբեր տևողություն կարող է ունենալ, բայց ես մի բան եմ ուզում ասել, որ բուն անդամության համար հաշվարկ չի կարող լինել, կարող է հաշվարկ լինել անդամության տեխնացուի կարգավիճակի համար, այդ դրա համար կարող է լինել բուն անդամության համար, բուն անդամությունը կախված է Եվրամիության անդամ պետությունների հայեցողությունից, հիմա կան երկրներ, օրինակ Մոնտենեգրոն, օրինակ Սերբիան, օրինակ ես երկուսը կարող եմ ասել, որոնք տեխնիկապես կարելի է ասել արդեն պատրաստ են ԵՄ անդամ լինելու, տեխնիկապես Մոնտենեգրոն նույնիսկ Եվրոն արդեն իրանց դարձել է ազգային բան, արժույթ իրանց համար, բայց Եվրամիությունը չի ընդունում իրանց դեռ որպես անդամ, չեմ ուզում ուրիշ պետություններ, չեմ ուզում շատ խորանամ, տարբեր պատճառներով, տարբեր պատճառ քաղաքական, աշխարհաքաղաքական, Եվրամիության ներսի քննարկումներից ելնելով, այսինքն անդամ Թուրքիան 26 տարի է 99 թվին դարձել են անդամության տեխնացու 26 տարի է անդամության տեխնացու է այնքան բազմաշերտ է Թուրքիայի Եվրոպա հա այնտեղ էլ գիտեք Ֆրանսիայի հետ հարաբերությունները եւ այլ այսինքն բուն անդամության համար ես ժամկետ ասել չեմ կարող բայց անդամության տեխնացու դառնալու համար ուզում եք անպայման ժամկետ ասեմ դե մոտավոր դե ամեն դեպքում հաշվարկում է չէ եթե լավ աշխատենք կարծում եմ որ կարող ենք 5-6 տարում դառնալ անդամության տեխնացու այո եթե Ձեզ շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եկաք պարոն Եղիազարյան, ես միշտ կողմ եմ, որպեսզի բոլոր հարցերը քննարկվեն բաց, որովհետև այդ հարցերը չեն քննարկվում իմ եւ ձեր համար, այդ հարցերը քննարկվում են նախ եւ առաջ մեր հասարակության համար, ընտրության հնարավորություն տալու համար։ Եվ հուսամ, որ մենք պարբերաբեդ ու նաեւ գործընկերների հետ տարբեր եվրոինտեգրացիայի հետ նույն տեխնոլոգիան գնալու մասով տարբեր ոլորտներ կան, որտեղ Եվրամիությունը կոնկրետ ստանդարտներ ունի եւ ես վստահ եմ, որ այս ոլորտային հարցերն եւս հնարավորություն կունենան քննարկելու մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալել էի քաղաքական գործիչ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագրի խմբակցության պատգամավոր եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին մնացեք մեր եթերում